Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Չգիտեմ ինչի ամենաշատ բողոքում են, երբ որ պարոն Բոզոյանը մեզ մոթուր, ասում են ձայնը վատ է։ Մենք լսում ենք ձայնը շատ նորմալ է, բայց պարոն Բոզոյանի ժամանակ այդպես դժգոհություն կա։ Ինչևէ, երեք հրաժեշտ տվեցին Քյոսայանին, Տիգրան Քյոսայանին, խնդրեմ, եթե Մարիամ, եթե ինչ-որ բան ունեք ասելու, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ Տիգրան Քյոսյանը իսկապես տաղանդավոր ռեժիսոր էր, արժանի հոր զավակ էր, հայրը Էդմոն Քյոսյանը բոլորս գիտենք, Ամորսալի վրեժարուն է, երբ գալիս է սեպտեմբերը, տղամարդիկ, բան է Ռուսաստանի Գևորգ Մարզպետյանը ֆիլմերի ռեժիսորն էր։ Տարբեր տիպի, ինքը տաղանդավոր մարդիկ էին, տաղանդավոր գերդաստաններ, ափսոս էր իհարկե, տաղանդավոր կին է նաև Մարգարիտան, եւ մենք բոլորս ցավակցում ենք իսկապես եւ ցանկանում ենք, որ այնուամենայնիվ իր զավակները, երեխաները իր հիշատակը վառ պահեն եւ այն շատերը քննադատում են, ասում են, որ այսպես շատ ծայրահեղ բան իր դիրքորոշումները, խնդրեմ, դրա հետ։ Գիտեք, ես sense ձևակերպեմ, ընդհանրապես երբ որ երկիրը հայտնվում է ծանր վիճակի մեջ, իսկ Ռուսաստանը այսօր ծանր վիճակի մեջ է, ինքը երբ որ երկիրը պատերազմական վիճակի մեջ է, երբեմն մարդիկ դառնում են բավականին ավելի կոշտ իրենց գնահատականներով, հա։ Միգուցե ասենք, եթե երկիրը հայտնվում է հանդարտ վիճակի մեջ, այդ կոշտ գնահատականները միգուցե կարող են ընդունելի չեն, բայց երբ որ երկիրը ճակատագրական վիճակի մեջ է հայտնվում, այդ կոշտ գնահատականները բնականաբար որոշակի սկզբունքայնության ցուցանիշեր են իրենց ներկայացնում եւ իհարկե կան շրջանակներ, որ կարող է չընկալել, կարող է չտեսնեն, կան շրջանակներ, որոնք չեն կարող կողմնորոշվել, բազմաթիվ շրջանակներ ռուսական շոու բիզնեսի եւ ռեժիսորների գրողների իրենք բազմաթիվ ունեցվածքներ կամ անշարժ գույք ունեն, ասենք արամեծային երկրներում, որոնք խնդիրների մեջ կարող են հայտնվել, որը ամեն ինչ հասկանալի է, նույնիսկ պետական շրջանակներ կան, որոնք պետական չինովնիկներ, բարձրաստիճան չինովնիկներ, որոնց ընտանիքները, չգիտեմ, ունեցվածքը բան արտերկրում դրսում կա եւ օբյեկտիվորեն այդ երկիրը այդպես է զարգացել վերջին 30 տարվա մեջ, երբ որ հիմա առաջացել է այդ իրավիճակը, բնականաբար կոշտ գնահատականը, կոշտ արձագանքը ոչ միարժեքորեն է անցալվում։ Այլ խնդիրը, որ միգուցե նաեւ այդ կոշտ գնահատականի մեջ կան նաեւ սուբյեկտիվ էլեմենտներ, ասենք օրինակ կամ գնահատականներ, որ երբեմն շատ ավելի սուր են եւ կոշտ են, միգուցե այդքան էլ ընդունելի չեն նաեւ, ասած, չգիտեմ, մեր համար կամ նորմալ մարդկանց, բայց անկախ ամեն ինչից այդ գնահատականները այդ մարդիկ ունեն այդ տեսակետը եւ այդ տեսակետը պետք է հարգել։ Շատ լավ։ 4 օրվա մեջ, չէ, 4 օրվա մեջ 4 սպանություն։ Նախ ինչի մեջ ենք մենք, ինչ է տեղի ունենում եւ հետաքրքիր հրապարակում կար, իշխանությունը խրախուսում է վենդետա Նարեկ Օհանյանին հերոսացնելու օպերացիան սկսված է։ Արդեն ուրեմն 3 օր է համացանցում ակտիվորեն տարածվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի կայքում դեռևս այս տարվա փետրվարի 10-ին հրապարակված մի տեսանյութ, որում Փարաքյալի անդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի եւ ընկերոջ սպանության օժանդակելու համար կալանավորված Նարեկ Օհանյանը պատմում է, թե ինչպես է եղբայր իր ձեռքերում մահացել եւ այլն, սա տիրաժավորում են, այսպես կարեկցանքի բան է առաջացել, բայց իհարկե շատ-շատերը սրան չեն հավատում այս վենդետային, նաեւ ապրելու երկիր կուսակցության, հա, համահիմնադիր Մեսրոպն էլ խոսեց սրա մասին, որ չկա այդպիսի բան, վենդետան ուղղակի տարածում են, որպեսզի այս բանը տարածում, որպեսզի ծածկադմփոցի տեղի ունենա։ Բայց եթե անգամ վենդետա է, ելի այս պարագայում էլ բնականաբար իշխանություններն են մեղավոր, խնդրեմ, այս հարցի հետ կապված ձեր շատ նուրբ խնդիր է, որպեսզի մենք տեսեք հարցի մեջ։ Ուրեմն իշխանությունը տեղական բոլոր ընտրություններում, եթե մենք նկատել ենք, օրինակ, չգիտեմ, Ալավերդիում, Վանաձորում, ամեն ինչ անում էր, որ այդ նորմալ ընտրությունները չարաշահելով փորձեց գողանալով ընդդիմադիր ձայներ կամ ճնշումներ կամ վարչական ռեսուրս օգտագործելով, օրինակ Գյումրիում 17000 ձենից 90%-ը վարչական ռեսուրսների բաշխման արդյունքում էր ձենը հավաքել։ Ալավերդիում ինչ արեցին, իրանք փաստացի գողացան ընդդիմությունից մարդու բարիզ բուրի մաստով, որ փոխեցին Երևան քաղաքում սպեցօպերացիա կատարվեց, երբ որ գողացան ընդդիմադիր խոսույթով շրջանակներից մարդկանց եւ կարողացան Ավինյանին սարքեն քաղաքապետ, հա,
նույնը կարելի ասել Վանաձորում փաստացի հաղթած տեխնացուին ձերբակալեցին։ Հիմա իշխանությունը շատ ծանրատանում տեղական ընտրությունների պարտությունը։ Ինքը պրակտիկորեն ինքը ձայն չունի։ Պարզապես մեր ընդդիմադիր դաշտում էլ տարածված տեսակետ կա, որ ժեխերը աջակցում են, շատերը շատ են, բան, այդ խոսուտը շատ բացասական է ազդում մեր ժողովրդի վրա, եւ դա նաեւ օգուտ է տալիս իշխանությանը, բայց իրականում իշխանությունը ձեն չունի։ Իրականում իշխանությունը շատ քիչ ձեն ունի։ Այդ ձենը ստանում է վարչական ռեսուրսով, եթե Նիկոլ Փաշինյանի տեղը լներ Պողոս Կիրակոսյանը, այդ Պողոս Կիրակոսյանը կունենար այն ձենը, որ հիմա ունի այսօր Նիկոլ Փաշինյանը, որտեղ եթե դու վարչական ռեսուրսով գնում ես մարդկանց փետ, չգիտեմ, վարելափայտ ես բաժանում, չգիտեմ ինչ ես բաժանում, բաներ, դու ցանկացած ձեն այդքան կունենաս, հասկանում եք։ Հիմա ինչ կատարվեց Փարաքյարում։ Փարաքյարում այդ սպանությունը իհարկե միգուցե վրեժխնդրության հիմքի վրա էր, բայց տեսեք իշխանությունը հենց այս պայծությամբ սկսել է իր նախընտրական արշավը։ Նախընտրական արշավը ինքը փորձում է շարքերի մակարդակով ցույց տալ, որ իրենք հաղթելու են, որ իրենք մեկ որտեղ այդ հոգեբանական կասկածը մտածեց, հեծը մտածէ բոլորի մեջ, շարքերի մեջ, միջին օղակի մեջ, հա, եւ բոլորը վախվորած վիճակի մեջ են։ Եվ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ դուք այդ վախի մտնորդ ուզում եք հանի, հանուն ժամանակ ինքը խրախուսում է լկտիությունը, զորբայությունը։ Այդ զորբայությունը, լկտիությունը խրախուսելը իր համար շատ կարևոր է։ Եվ ըստ էության այդ մտնոլորտը ազդում է նաև շարքերի վրա, միջին շերտի վրա, որոշ մարդկանց վրա դա ազդում է։ Եվ ես համոզված եմ, որ այդ մարդիկ, որ սպանեցին Վալոդիա Գրիգորյանին, իրենք հոգեբանորեն մտածում էին, որ իրենք անպատիժ են մնալ։ Իրենք մտածում էին, որ իրենք քանի որ ԿՊԱ-ական են, իրենց անկախ ամենից, դա չի, ես չեմ դա այո, շատ կարևոր ասում, այո։ Անպայման չի, որ իրենց պատվիր էին դա։ Դա իրենց պատվերն է, բայց իրենք հոգեբանորեն, եթե լինեին ընդդիմադիր, իրանք այդ վախի զգացումը կներ ես։ Այսինքն երկու պարագայում էլ ԿՊՆ-ու իշխանությունն է եղավ, եթե պատվիրել են, եթե չեն պատվիրել, հող են ստեղծել կամ շատ ճիշտ ասեցի, գիտեին, որ ապացույց ասեմ։ Մայր Հայաստանի անդամ բանին Ստեփանյանի նկատմամբ Իշմ եք այդ իրանց ընտանիքի պատկանող մեքենաները այրեցին, չէ՞, վառեցին, չէ՞։ Գտան մի կապության նոխազի, երիտասարդի, որը բոլորս գիտենք, չեմ ուզում փակագծերը բացեմ, բոլորս գիտենք, որ ինքը կապության նոխազ է։ Բոլորս գիտենք, որ պատվիրատու կա, բայց պատվիրատուն չբացվեց։ Ավելին կարող ասեմ, այդ մարդը գիտի, որ պատվիրատու կա, մենք էլ գիտենք, որ պատվիրատու կա։ Երբ չի բացում պատվիրատուն այդ իշխանությունը, որ իշխանությունը չի ուզում դա։ Իհարկե չի ուզում։ Դա իշխանության արածն է, ինչի մասին է խոսքը, այո։ Փաստացի իրենք փաստացի փորձում են ձևականորեն պատժեն կավության նոխազին, եւ բայց դրա գլխավոր նպատակը ո՞րն էր։ Վախեցնել, վախի մտնոլորտ սերմանել մեր հանդեպ։ Նույնը կատարվեց Վալոդիա Գրիգորյանի նկատմամբ։ Այսինքն փաստացի կարելի ասել, որ այս սպանության միջոցով պատվիրատուն ԿՊՆ է, Նիկոլն է իշխանությունն է։ Իշխանությունը փաստացի փորձում է ցույց տալ, որ ինքը ոչ մի բան առաջ չի կանգնելու։ Կանպայման չի, որ կոնկրետ այս դեպքի հետ կապված ուղակի պատվերներ, իհարկե ոչ, բայց մտնոլորտը այնպեսին էր, որ ներքևի շրջանակները արդեն գիտեին, որ իրենք անպատժելի են։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Իդեպ չի բացառում, որ դե գիտեք, որ 8 ամիս առաջ այնտեղ ծեծուջար դուք հիշում եք, որ ԿՊՆ-ն ինչ ակտիվ գնում մասնակցում էր ընտրություններին, գնացել նստել էին, բան որ մենք ենք այստեղ որոշում, թույլ չէին տալիս այս մարդը անցնի, անցնելուց հետո ինչ խնդիրներ, այսինքն տևական ժամանակ այլանդակությունը ԿՊԱ-ական եղել է այդտեղ։ Ես մի հատ բան ասեմ, մի չզարմանաք, բայց այս լկտիության, այս զորբայության, սրիկայության մտնոլորտը մենակ Հայաստանում չէ։ Սա այդ մտնոլորտը կա նաև մեր հարևան Վրաստանում, երևում էր թե ինչպես էր այդ երկրի ընդդիմությունը իրեն լկտի պահում։ Այդ նույն բանը ընդդիմությունը թե իշխանությունը։ Ընդդիմությունը, այն ժամանակ այստեղ արդեն ընդդիմությունն է լկտի պահում։ Լկտիության պահվածքը ամեն ինչ անում են, եթե այդ պահվածքի հետ հա չէ, Վրաստանում ընդդիմությունը, այսինքն արևմտյան այդ թևը էլի արևմուտքի Միացյալ Նահանգներում 3 անգամ Տրամպի վրա մահափորձ կազմակերպեցին, 3 անգամ։ Իսկ այս բանի քրքին սպանությունը, չէ, նույն էլեմենտն է։ Այդ արդեն նշան էր Տրամպի, որ նա 4-րդը կգա։ Միանշանակ։ 5-րդը արդեն ճակատիտ կլինի։ Բայց եթե դուք նկատեք, բոլոր ահաբեկչական գործողությունները հենց այս տիրույթից են գնում։ Բոլոր ահաբեկչական գործողությունները։ Այս տիրույթից, այսինքն այն տիրույթից, որը կառավարվում են այս նույն շրջանակներից։ Արևմտյան գլոբալիստական շրջանակներ։ Այսինքն հոգեբանությունը, պրոյեկցիան, նույն մտածողությունը, նույն պատկերացումը, պարզապես ամեն երկրում
իր ազգային, այսպես ասած, ձևակերպումով է։ Դա այսպես պարզ չեն հասկանա, ես պիտի խնդրեմ, որ նույն մեր հայրենակիցները հասկանան, սովորական քաղաքացիները, Փարաքյարի բնակիչները, իրականում ինչ տեղի ունեցավ, ինչպես հող նախապատրաստես, այս խուժանապետությունը կամ բանդիտները ինչ հող նախապատրաստեցին, որ տեղի ունենա գնդակահարություն եւ սպանություն։ Ոնց ինչպես պարարտ հող տվեց Նիկոլը եւ ԿՊ-ն այս սպանության համար։ Իրենք ձևակերպել են, որ իրենք ունեն միսիա այս պատկերացումն այս երկրի եւ իրենց շարքային անդամից մինչեւ վերև կարող են կրակել, ինչ ուզեն կարող են անել, այո։ Իհարկե արտակուստ իրանք հայտարարում են, որ մենք դեմոկրատական արժեքների կողմնակից ենք, ազատության կողմնակիցներ ենք եւ այլն, բայց գործնական առումով օրինակ այս սրբազանների դատավարությունը, Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Իմիջիալից հիմա ընթանում է, ես հույս ունեմ միջևանը մենք արդեն կիմանանք ինչ որոշում։ Ձերբակալությունները, պահվածքը, ծեծու ջարդը, բաների դիմախոսների նկատմամբ, ու ընդհանուր առմամբ այս ներքին պատկերացումներ ցույց են տալիս, որ այս մարդիկ իրանց մեջ այդ զորբայությունը, լկտիությունը արդեն դրած է, ֆունդամենտով դրած է, եւ այդ շարքայինից իհարկե շարքայինի 90%-ը ինքը հոգեբանորեն այլ վիճակի մեջ է։ Ես հաստատ կարող եմ ասել, հատկապես պետական կառավարման համակարգում, բայց այդ 10%-ը, որ իրեն այդ լկտիությունը իր մեջ լավ է զգում, այդ 10%-ի դրսևորումն է, այս սպանությունը, օրինակ եմ ասում, այդ սպանությունը նման տիպի արարքները այլ տեղերում, նման տիպի արարքը, ասենք, չգիտեմ, Վանաձորում, Ալավերդում, այո, ոնց 4 օրվա մեջ 4 սպանություն, ինչի մասն է խոսքը։ Մեքենա, բարկենոջ մեքենան, որ այրեցին։ Այդպես էլ բան, հա։ Փակ, հասկանում եք, ի՞նչ նախընդ։ Մենք բոլորս գիտենք, պատվիրատունը գիտի, մենք էլ գիտենք, իշխանությունները գիտի։ Դա ԿՊ-ի արած բոլորն էլ գիտեն, թե ով է կատարել, բայց բոլորը լռում են։ Պարոն Բոզյան, երբ որ որդեգրում է այս կամ այն իշխանությունը սերիական մարդասպանի քաղաքականություն, դրա դեմն առնել կա, որտեվ դուք հասկանում եք, իշխանությունը պետք է դա մի այնպիսի ապարատ է, որ դա ասած ապար դրած, ապարատը մսաղացա ու ուզի։ Հիմա եթե ինքը որոշել է, ինքը կարա սերիական մարդասպանի նման նրան սպանեմ, նրան սպանեմ։ Տեսեք, ես հիմա մի հատ գերեւին գուցե այդքան ոչ պոպուլյար բան ասեմ, որ այս իշխանությունը եկել է ատելության հողի վրա, ատելությունը քարոզել, եւ ինքը գնալու է այդ ատելությունը ինչեւ իր այդ ատելությունը իր գենետիկայի մեջ է։ Բայց ինչի ոչ պոպուլյար, շատ ճիշտ եք ասում։ Պոպուլյար ինչ եմ ուզում ասեմ, որ հաջորդ իշխանությունը պետք է կարողանա այդ ատելությունը ջարդի կոտրի եւ մեծ կոնսոլիդացիա բերի, որպեսզի հաջորդ իշխանությունը պետք է նոր ծնված է միամսեկան երեխուց դաստիարակի։ Դրա համար եմ ասում, ես որ միշտ որ ասում եմ, որ միգուցե կարող է այդքան պոպուլյար չէ, որ ասում եմ նույնիսկ ԿՊ-ի շարքերի միջին ապարատի աշխատողներն էլ պետք է մենք փորձենք կարողանանք այս դաշտ բերել, ինչի եմ դա ասում, որովհետև մարդկանց մոտ այնքան մեծ ատելություն կա այսօրվա իշխանության նկատմամբ, որ կա մտավախություն, որ բայց մի ուրիշ բան էլ կա, տեսեք, պարոն Բոզյան, մի աղբ կար, բան շուն, որ այլանդակություններ էր դուրս տալիս մեր նախագահների հասցեին, հերոսների հասցեին, այս այլանդակությունը Դոգանով այդ շունը հրապարակ եկավ պատերազմից հետո ամբողջությամբ թուրքական քաղաքականություն էր վարում, ազգային ամեն ինչի դեմ բան, բայց կապիկություն, հենց որ իբրև թե սրան է խփում նրան, հենց որ ինչ որ մեկը հրապարակեր ընդդիմադիրներ դուրս գա, չկա այլանդակ ձևով դրանց սկսում էր բաներ, բայց ձերքի հետ էլ իբր Նիկոլենց է քննադատում, իբր բան, պարզ էր որ իրենցնա։ Եվ այս գարշելին, գարշելի բառապաշարով, հայոյանքով, գիտեք ինչպես էր։ Հիմա այս մարդը փակված է։ Ինչ որ հիմա ինչ որ շտրիխներ կա, ինչ որ Համլետ Ղուշյանն է ոգևորված այդ աղբակույտին, ինչ որ sense բան ձայն է տալիս, ինչ է անում։ Դուք նկատեցիք, որ հենց որ բերանը փակվեց, ինչ որ օդը սկսեց մի քիչ մաքրվել, մի քիչ բան։ Ինչի համար եմ սա ասում։ Երբ որ մենք այս բանդային կարողանանք հեռացնել, ակամայից արդեն այս տեսակից հեռացնել իշխանության, դա արդեն մեծ ազատագրում կլինի։ Այս ատելության, այս թշնամանքի, այս սերիական մարդը, այս ամեն ինչ արդեն իր հետ կշպրտվի դուրս։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Դա որ մենք իրանց հարցը լուծենք, իրանց հեռացնենք։ Քաղաքական դաժան օրենքներ, եթե դու ուզում ես հաղթես դիմացի երկրին, այդ երկրի մեջ պարակտում մտցրել։ Իհարկե։ Մենք պարտվեցինք առաջին երկրորդ Ղարաբաղյան պատերազմում պարակտման արդյունքում։ Մենք պարակտվեցինք, այսինքն մեզ պարակտեց իշխանությունը, պարակտելը շատ ключով է։ Մեզ պարակտեց, որովհետև նախկին իշխանությունները, երբ որ լրատվամիջոցներ կային, ես գիտեի, խմբագիրների 90%-ը զզվանքով է խոսում ազգայինի մասին։
Մեր խմբագիրների, լրատվական, ես հենց մենակ այս ոլորտն եմ ասում, զզվանքով, ասիկա դե Պետրոսը բաներ ղեկավարում, միչև հիմա ասել, ինչ ազգային, հռհռում էին ազգայինի, չէ, ես ուզում եմ ասել, մենք մատների արանքով էինք նայում, մի հատ ինչ-որ սենց ձևավորված կեղտոտելի տակար, որ արհամարանքով Արցախի նկատմամբ, Արցախայցան մենք ասում ենք, դե ինչա պատահի, մենք հաղթել ենք, պրոբլեմ չունենք, Արցախը մերն է, բայց մինչդեռ իրանք արդեն պառակտում էին Արցախի նախին ներկա այն իսկապես բազմաթիվ խնդիրներ կան, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այդ խնդիրներին, որտեղ մենք հիմա պետք է մենք կանգնած ենք այն խնդրի առաջ, որ մենք պետք է այս մարդկանց տեսություն ասելով նոր էջ բացենք, այդ նոր էջի ժամանակ արդեն այս թեման ինչ արեցին է սպանությունը, ինչ էր իրենից ներկայացնում եւ ասնենք առաջ։ Սպանությունը հիմա իշխանությունը ով էր պատվիրատուն։ Դե ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ այն ինչ որ հիմա կատարվում է դա մոտ է ճշմարտությանը, բայց այդ ճշմարտությունը միայն վենդետա չի, որտեղ այդ ճշմարտությունը, ես նույնպես եմ ասում, ունի բաղադրիչներ, գլխավոր բաղադրիչը այն է, որ այդ մարդիկ անպատժելիության մթնոլորտի մեջ են ապրել, իրանք զգացել են իր անպատժելիությունը, որտեղ իրանք համարել են, որ իրանք իշխանության ԿՊ-ի ներկայացուցիչ են, եւ իրանք համարել են, որ իրենք կարող են մարսել այս ամենը։ Սա է խնդիրը։ Հիմա մեր հասարակությունը շատ կարևոր է, որ ուշադրություն հետևի այս process-ին, եւ այդ process-ի արդյունքում այդ մարդիկ պետք է ամենախիստ պատժը կրեն, որպեսզի մնացածները, այն մարդիկ, ովքեր որ ԿՊԱ-ական են եւ իրանք մտածում են, որ իրանք ամենաթողությունը կարան մարսեն, իրանք զգոնություն ունենան եւ պահեն։ Հասկանալի պատճառներով իշխանությունը փորձելու է մաքսիմալ լղոզի, մաքսիմալ թուլացնի այդ իրավիճակը, որպեսզի վախի մթնոլորտ չգցի իր շարքային այն շրջանակներին, որոնց ինքը պատրաստվում է ընտրությունների համար։ Դա շատ կարևոր է։ Եվ պարոն Ղոզյան, տեսեք, մեր հայրենակիցները պիտի հասկանան, երբ որ իրենք փակում են Արմեն Գրիգորյանին են սպանում, կամ ես չգիտեմ ինչ հանգամանքներում Գուրգեն Եղազարյանին, կամ Մենուա Հարությունյանն, որ շատ ակտիվ էր տարան պատերազմի ինչ տեղի ունեցավ, թվում է տեսեն կարող է մեր հայրենակիցները մտածեն, թե ինչ կապ ունի դա մեզ հետ, չէ, ինչ որ sense հերու բան է, կամ այն Բարձրաստիճան սպային, երբ որ իրենց մարսպետա ծեծելով, ջարդելով սպանում են այս մարդուն։ Հիմա բանտում այսպիսի թիվ չի եղել 8 ամսվա ընթացքում 18 մահ, պատկերացնում եք 18 մահ, եւ մենք տեսնում ենք այստեղ են գնդակահարում, այնտեղ են գնդակահարում, մենք տեսնում ենք, որ այդ ընդդիմադիր երիտասարդը, որ մոտեցավ ամբյոն եւ ամբյոնից խոսեց, այդ ընդդիմադիր երիտասարդին մի քանի օր հետո տեսնում ենք կամուրջի սպանված, նետված, այսինքն մենք հանցագործ մի հատ բանդա հետ, եւ եթե մեր ժողովուրդը sense մտածի, դե ինչ կապ ունեմ նրա հետ, այսպես սիրելիներս ինքը հերթով գալու է մեր դռներով։ Մենք պիտի հասցնենք մեր հասարակությանը, մեր ժողովրդի, որ սա գրականության մեջ դա դասական ներկայացված էր նացիստական Գերմանիայի պատմության մեջ, երբ որ ասում էին, որ երբ որ ռեպրեսիային ենթարկում կոմունիստներին, ասում են, թե սոցիալ-դեմոկրատները հասկանալի կապ չունի, երբ որ սոցիալ-դեմոկրատներին էին բռնում, ասում են, դե գիտեք ինչ, սոցիալիստները շատ նման են կոմունիստներին, հա, երբ որ գալիս էին արդեն, չգիտեմ, պահպանողականների հետևից, ասում են, դե քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, բան, հետո որ գալիս էին արդեն կաթոլիկներին, այն եկեղեցականներին էին տանում ուշադրություն եկեղեցականներին էին տանում, ոնց որ հիմա եկեղեցականներ տանում։ Մարդիկ սկսեցին կասկածել, բայց երբ որ արդեն մարդիկ եկան, իրանց տարան, իրանք նոր հասկացան, որ արդեն նացիստները շատ լավ բառ ասեցի, ոչ թե շատ լավ բառ, ուզում եմ դրանից կարճել, կասկածել։ Հիմա տեսեք Միքայել Սրբազանի այսօր վճիռը կհնչեցնեն, ես խնդրում եմ աշխատակիցներին ուշադիր եղեք, հենց վճիռը կայացի, անպայման փոխանցեք ինչ տեղի ունեցավ, եւ Միքայել Սրբազանն էլ իր խոսքում ասաց, որ բռնապետության նաեւ ցուցիչներից մեկը այն է, երբ որ իրենք արդեն հարձակվում են, ինչպես հիմա օրինակ Ուկրաինայում հարձակվում են եկեղեցու վրա, եւ ինչպես հիմա հարձակվել են մեր սրբազանների վրա եւ եկեղեցու վրա։ Մայր Հայաստան կուսակցությունը շատ լավ այսպես շարժում է, շատ հետաքրքիր է, իրենք այդ քաղաքականությունը որդեգրել են եւ Երևանում եւ Գյումրիում, հիմա դա նաեւ էջմիացնում են Վաղարշապատ համայնքում, դռնեդուր բացատրելով, որ սա ոչ միայն կաթողիկոսի խնդիրն է, սա հայ առաքելական եւ մեծ հաշվով հայ ժողովրդի խնդիրն է, Հայաստանի ոչնչացան, ինչ եք նկատել, ինչ եք բախվում եւ նաեւ կուզենայի Սրբազանի մասին էլ խոսել այդ վճիռը խնդրեմ։ Ես ուզում եմ մի քանի բան ասեմ մեր ժողովրդին, տեսեք Հիտլերյան Գերմանիան, երբ որ ասաց, որ մենք հյունում ենք երրորդ ռեյխը, հիշեք, համատեք Փաշինյանի 4-րդ հանրապետության մասին, նույնն էր մոտարապես։ Այդ երրորդ ռեյխի մեջ մտածել են գաղափարը, որ ինքը պետք է վերացներ բոլոր
իր քաղաքական հակառակորդներին եւ ամենակարևորը ինքը պետք է վերացներ հոգեվորական դասին, որպեսզի իրանք կերտեին գերմանական ազգից նոր ազգ, նոր ազգություն։ Եվ իրանք կերտեցին այդ ազգությունը, որի արդյունքում ամբողջ աշխարհը տուժվեց եւ երկրորդ համաշխարհային պատերազմում ավելի քան 60 միլիոն մարդ սպանվեց։ Դա այդ Հիտլերյան Գերմանիայի այդ խնդիրն էր, որպեսզի ինքը փորձում էր, այսպես ասած, նոր ազգ կերտել։ Հիմա, երբ որ իշխանությունը հասնում է եկեղեցուն, դա նշանակում է, որ իշխանությունը փորձում է արդեն ազգի ինքնության հետ աշխատել, ազգի ինքնությունն է ուզում փոխել։ Դա շատ կարևոր հանգամանք է, որ մենք հասկանանք։ Սրբազանները, որ կան այսօր, որ դատվում են, այդ սրբազանները ապրել են նաև նախորդ իշխանության ժամանակ։ Նույն Միքայել Սրբազանը քննադատել է եւ առաջին նախագահային, եւ երկրորդ նախագահային, եւ երրորդ նախագահային, բայց ինքը երբևիցե այս վիճակի մեջ չի եղել, որովհետեւ ստեղ ինքը ձերբակալված է եւ դատվում է ոչ թե այն բանի պատճառը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին է քննադատում, հարգելի ժողովուրդ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ուզում է ձեր ինքնությունը փոխել։ Իսկ ձեր ինքնության փոփոխության համար շատ կարեւոր է, որ Հայաստանի հայրաքելական Սուրբ եկեղեցին դատվի։ Դատվում է սրբազանների դատը, դա փաստորեն եկեղեցու դատն է։ Եվ ըստ էության այս մարդը խայտարակեց մեր ժողովրդին, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը եւ խայտարակելով ամբողջ աշխարհով մեկ փաստացի ինքը փորձում է վարկաբեկել մեր ժողովրդի ամբողջ ինքնությունը եւ դա անում է դրսի կոնկրետ պատվերի պատճառով, որտեղ այդ պատվերը իրեն համար շատ կարեւոր է, որպեսզի ինքը կարողանա մի թուղթ ստանալ Ալիևից, այդ թուղթը իրեն շատ կարեւոր է ընտրությունների ժամանակ ձեզ կարողանա խաբել, որ ինքը գալիս է խաղաղության օրակարգով։ Սա ես ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք։ Այսինքն եկեղեցու վրա ձեռք բարձրացնողը դա նշանակում է այդ մարդը տանում է երկիրը դեպի կործանման։ Ինչը արեց Հիտլերը, Հիտլերյան Գերմանիան արեց, նույնը արեց։ Ցավոք սրտի ասեմ, որ բոլշևիկները նույնն էին անում 1917 թվականից հետո եւ մեծ աղետ բերեցին նախկին խորհրդային միության ժողովրդին, երբ որ եկեղեցիները էին քանդում, ոչնչացնում էին։ Հիմա ասում են, որ մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, աղնատի դեմ ենք պայքարում։ Գիտեք ինչ, այն ինչ որ կատարվում է հիմա, դա կոնկրետ եկեղեցու դեմ պայքար է, կոնկրետ առարկայական եկեղեցու դեմ պայքար է եւ պատվեր ունեցող, դա այդ պատվիրված պայքար է, դրսից պատվիրված, որովհետեւ այդ դուրսը պահանջ է դրել, որ ինքը փոխի մեր ինքնությունը։ Տեսեք այդ Արարատ լեռի նշանը, որ ուզում են փոխեն, վաղը փոխելու են Մարշալ Բաղրամյանի անունը մետրոյում։ Վաղը եթե իրենք իհարկե վերարտադրվեն, կփոխեն Անդրանիկ Զորավարի, որտեղ Անդրանիկ Զորավարի անունը կամ Գարեգին Նժդեի անունը կամ չգիտեմ կամ ասենք չգիտեմ Արաբկիր անի Թաղամասի անունը կամ Զեյթունի կամ Մալաթիա Սեբաստյանի ոչինչով չեն տարբերվում։ Պարզապես նրանք առաջի քայլն են իրենց հրճակած 4-րդ ռեյխի, կներեք 4-րդ հանրապետության, այսպես ասած, իրենց ձևակերպման մեջ այդ է նշանակելու։ Իրանք գալիս են Հայաստանը քանդելու, որպեսզի սկուտեղի վրա Հայաստանը տան կողքի հայտնի երկրին, որպեսզի այս մարդը կարողանա փրկվի։ Սա այս մարդը իր փրկության համար ձեզ տանում է այս ճանապարհը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ սրբազաններին պաշտպանելով, մենք սրբազաններին չենք պաշտպանում, մենք մեզ ենք պաշտպանում։ Դուք ձեր երեխաներին եք պաշտպանում դրա համար։ Սա է խնդիրը։ Ինչ որ բան ունեք ասել է դատավորին, թե պիտի ասենք, չէ, մեղք չունի, համակարգի այնպեսին է, խեղճ ու կրակները գերի են ընկել։ Գիտեք, ես sense մի բան կարող եմ ասեմ, որ այնուամենայնիվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կատարում են այդ պատվերները, իշխանափոխությունից հետո անցնում են լյուստրացիա։ Դա միանշանակ եմ ասում, որտեղ խոսքը չի վերաբերվում պետական համակարգի բոլոր աշխատողներին։ Բոլոր մարդիկ, ովքեր որ աշխատում են 99%, 98% իրանք նորմալ մարդիկ են, իրանք պետական ծառայողներ են եւ պարտավոր են իրանք իրենց ֆունկցիան են կատարում։ Բայց կոնկրետ այդ մարդիկ, չգիտեմ, լինի դա դատավոր, լինի դա, չգիտեմ, դատախազի ներկայացուցիչ, ովքեր որ ուղղակիորեն այդ գործի են զբաղված, իրանք միանշանակ անցնում են լյուստրացիա եւ իրանք բացատրություն են տալու, թե իրանք ինչու են կատարել եւ այն ասել, որ իրենք կատարել են վերևի հրամանք, իրանք մեղք չունեն, այդ խոսույթը արդեն չի ասել։ Եվ մի տարօրինակ բան նկատեցի, որ նախորդ դատավարության ժամանակ դա պաշտպանը դուրս է գալի, պաշտպանները դուրս են գալի, ասում են բանը անպայման իրեն դատելու են, չգիտեմ, 2 տարի, ինչ միջև ընտրություններ թույլ չեն տալու, հարց է ծագում, բայց եթե այդպես է, դուք ինչով եք զբաղված այդ փաստաբանները։ Մի քիչ ինչ որ շատ տարօրինակ է իրենց հայտարարությունների պահված, կամ եթե դուք վստահ եք, ապա ինչ եք պաշտպանում։
Եթե վստահ եք, որ այդպես է լինելու, ասեք, ինչի համար եք դուք բանում։ Լավ կլինի, որ ավելի շատ փաստաբանությամբ զբաղվեն եւ ոչ թե այսպես ինչ որ անիմաստ քաղաքական, անհասկանալի քաղաքականությամբ ավելի ճիշտ։ Ես չեմ ուզում մտնել այդ մանրուքների մեջ, այնուամենայնիվ։ Ինձ համար շատ տարօրինակ չէ, դրա համար ռեպլիկի պես ասեցի, անցնենք առաջ։ Շատ լավ, տեսեք, պարոն Բոզոյան, չկա դեռ ոչ մի բան չկա Սրբազանյանից, որ ինչպես Եվ այսպես կայացավ ուրեմն Մոլդովայում ընտրություններ եւ ուրեմն ինչ տեղի ունեցավ Մոլդովայում իշխող ուժը թույլ չտվեց, որ 8 կուսակցություն ընդդիմադիր մասնակցեն այս ընտրություններին։ Երկու ուժի ընդդիմադիր ընտրության նախաշեմին դուրս հանեցին, թույլ չթողեցին։ Փակերել է այս ընթացքում ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցները։ Արգելանք գրել են, ուրեմն 260 միայն Telegram ալիք են փակել իրենք։ Մասաջի նադու մանիպուլյատիվ լիդերով оппозиции։ Այս ռուսերենից եմ դեռ կթարգմում։ Ուրեմն 6 ընդդիմադիր առաջնորդների են ձերբակալել այս ընթացքում։ 3 ընդդիմադիրի մահ սպանություն կա, այդպես օդի մեջ մնում է թե ով է ինչ է։ Որից 1000 ուրեմն բանը տնային օբիսկ տներում որ խուզարկություններ 1000 խուզարկություններ են անցկացրել բանը ընդդիմադիրների տներում ուրեմն ռուսների եւ ուրեմն ռուս եւ բելարուս այդ որ կան ռուսներին եւ բելարուսներին թույլ չեն տվել որ կան հետևեն ընտրությունների ընթացքին այս անverջ կարող եմ շարունակել թե ինչ է перекрыли границу без обыкновенной пускали страну ուրեմն 1000 հոգու առանց որևէ պատճառի թույլ չեն տվել իրենց քաղաքացիներին թույլ չեն տվել որ մտնեն Բելարուսիա 13000 են ուրեմն բուլետին են հրապարակել Պրիդնեստրովիայում նախորդ անգամ ընտրություններին եղել է 200,000 այսինքն ըստ էության թույլ չեն տվել որ իրենք մասնակցեն բացել են ընդամենը 6 для голосования для граждан ուրեմն բացել են Պրիդնեստրովիայի քաղաքացիների ընդամենը 6 տեղ իրենց մոտ որ պիտի ավելի շատ լինեն 120 раз լավ մնացածը դուք ասեք տեսեք ուրեմն Ռուսաստանում ապրում է մոտավորապես 300,000 մոլդովացի 300-ից 350,000 բացել ընդամենը 2 ընտրատեղամաս որտեղ կարող են քվեարկել մաքսիմալ 10,000 մարդ եվրոպական երկրներում նույնքան մարդ ապրելով բացել են ուշադրություն 280 ընտրատեղամաս 120,000 ավելի քիչ տեղամաս են բացել թույլ տրված է Ռուսաստանում ըստ Եվրոպայում հիմա ամբողջ խնդիրը գիտեք ինչի մեջ է ուրեմն հաշվարկների արդյունքում Ռուսաստանում ընդդիմությունը ստացել է մոտավորապես 67%, որը տրամաբանական է։ Իսկ արևմտյան երկրներում սանդուն իշխող ուժը ստացել է ավելի քան 75%։ Այսինքն մարդը փաստացի գնացել է խոփան, իսմես։ Խոփան է գնացել, ասենք Իտալիայում կամ բանում աշխատում է, այսինքն դժվար վիճակի, այսինքն եթե գնացել այնտեղ աշխատում է, նշանակում է ինքը չի կարողացել, չէ՞, երկրում անանի։ Բարձր ընտրության ժամանակ ինքը վազ է գնացել որ սանդուին ընտրի, այն սանդուին, որից ինքը գնացել այնտեղ, հասկանում եք ի՞նչն է խնդիրը, եւ 75% այսինքն իրանք հրճվանքի մեջ են այդ իշխանությունից, այսինքն մարդիկ ապրում են ստիպված, աշխատում են դրսում, 300,000 մոլդովացի դրսում աշխատում է, բայց հրճվանքի մեջ է գտնվում սանդուից, դուք հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Հիմա կարող եք ասել, բայց չէ որ ընդդիմությունը կարող է գար կանոնացներ ԵՄ-ի անդամակցության խնդիրը։ Սուտ ԵՄ-ի անդամության դեմ ոչ մեկ չի եղել, այդ նաև ընդդիմադիր ուժը։ Այսինքն բայց իրենք այդպես տարան ընտրությունը, չէ՞։ Կամ դուք գնում եք Եվրոպա, չի աշխատել։ Չի աշխատել, դա որտեղ Մոլդովան օբյեկտիվորեն Ռումինիայի կողքն է, Ռումինիայում շատ օբյեկտիվ ինտեգրված վիճակի մեջ է։ Պարզապես նույն ժողովուրդը, պարզապես իրանք ասում են, որ մենք ուզում ենք ԵՄ-ի անդամ դառնալով, չենք ուզում մանրադրամի դեր կատարել արևմուտքի ձեռքը Ռուսաստանի դեմ։ Ընդ որում դրա կողմնակից էին ոչ միայն ընդդիմադիր ռուսամետ կոչվող ուժը, այլև մնացած 3 ընդդիմադիր ուժերը։ Օրինակ ես բերեմ, որ պատկերացնեք, որպեսզի ընդհանուր պատկերացնեք ովքեր էին։ Ուրեմն 5 ուժ են անցել, բացի իշխանությունից։ Հիմնական ընդդիմադիր ուժը, որը հավաքել էր մոտավորապես 24%, դա ռուսամետ կոչվող ուժն էր։ Այդ դրանից բացի մի գործարար կա, ՈՒՍԱՏ-ի, իր ուժն էր անցել, որը միշտ էլ կողմնակից է եղել բալանսավորված քաղաքականության եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ։
անցել է ալտերնատիվան, այսինքն այլընտրանքային ուժն է անցել, որը Եվրոպա մեջ, արևմտամետ ուժ է, որը ԵՄ-ի կողմնակից է եւ այլն, բայց ասում եմ մենք լինելով ԵՄ-ի կողմնակից չենք ուզում Ռուսաստանին պատերազմ հայտարարենք, որովհետեւ Սանդուն հակառուսական ռազմատենչ հակառուսական արշավատանում եւ Ուկրաինային աջակցելու կողմնակի գործիք էլի սովորական գործիք է նույնիսկ գլոբալիզմ։ Եվ վերջապես հաջորդը դեմոկրատիայի տուն քաղաքական ուժը ինքը Ժորժ Սիմեոնի գործընկերն է։ Այդ ուժը ինքը եթե դուք հիշեք այս տարվա գարնանը Ռումինիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, չէ՞։ Եվ այնտեղ Ջորջեսկուն թույլ չտվեցին, որ ինքը մասնակցի, եւ իր Ժորժ Սիմեոնը մասնակցեց եւ իբրտե պարտվեց, որտեղ այնտեղ բոլոր ցուցանիշները տվեցին, որ խախտվել է, իրանք կեղծել են ընտրությունը։ Ժորժ Սիմեոնը ինքը ինչ էր, ինքը ազգայնական ուժի ներկայացուցիչ էր, որ ասում էր, որ ես Ռումինիայում ուզում եմ որ դառնա ԵՄ-ի անդամ մնա, ոնց որ Լեպենը Ֆրանսիան, բայց մենք դեմ ենք, որպեսզի Ռումինիան դառնա մանրադամ Ռուսաստանի դեմ։ Ինքը Տրամպի կողմնակից է, Լեպենի կողմնակիցն է Ժորժ Սիմեոնը։ Հիմա իր դուստր ձեռնարկությունը հավաքել է 6%, 5% Մոլդովային, որ էլի ասում են եւ ԵՄ-ի կողմնակից ենք, բանի կողմնակից ենք, բայց մենք չենք ուզում մանրադամ դառնալ Ռուսաստանի դեմ, էլի Տրամպի կողմնակից ենք, Լեպենի կողմնակից ենք, այսինքն միացան ընդհանրապես եվրոպական երկրներում մի նոր ալիք է գալիս, ազգային ալիք է գալիս, այդ ազգային ալիքը ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, ուրեմն Անգլիայում հիմա նոր հարցումներ են եղել, Նայջել Ֆարելը, եթե հիմա այդ հարցումներն էր, ինքը հավաքելու էր ոչ միայն առաջի տեղը, կարող է բացարձակ մեծամասնություն ստանալ։ Այսինքն եվրոպական ժողովուրդները հիմա զարթնում են։ Եվրոպական ժողովուրդները հասկանում են, որ այդ գլոբալիստական, այդ կեղծ շերտը որ կա դեմոկրատական, դրանք սրիկաների դասակարգ է, դրանք պատերազմի կուսակցության ներկայացնում են։ Եվրոպական ժողովուրդները օրինակ Ֆրանսիան վաղուց զարթնել է, բայց ոչ մի կերպ Լեպենին թույլ չեն տալիս եւ ամեն անգամ ինչ որ ուժեր են նոր առաջ բերում միասնական, չգիտեմ ինչ են անում։ Ես Ֆրանսիայում մի մարդ չեմ տեսել, որ ասի Մակրոնին պաշտպանում ենք, բայց չգիտես ոնց Մակրոնը միշտ Մակրոնը Փաշինյանն է, ասենց ասեմ։ Անդադ այսպես տեսեք, բայց այդ գիտեք ինչ է, որտեղ այդ գլոբալիստական, այսպես ասած, համակարգը իրար պաշտպանելով, իրար աջակցելով, ինքը միասնական մի հատ համակարգ ասակել, որը կապ չունի ժողովուրդների հետ արդեն։ Հասկանում ես, ինքը դա միասնական մաֆիայի պես մի հատ համակարգ է։ Դե բայց նույնիսկ այնպես են արել, որ արդեն ժողովրդի ինքնությունից անկախել են մնում իրեն։ Բայց հիմա արդեն ժողովուրդները զարթնում են։ Նախ եւ առաջ տեսեք, նախ Տրամպի հաղթանակը Միացյալ Նահանգներում կոտրեց այդ համակարգը։ Կոտրումը ֆունդամենտալ ճնշում կա իր վրա, բայց հնա չեն կարող հետ քաշվել։ Երկրորդը Ռուսաստանն է զարթում, երկրորդը Չինաստանն է զարթում։ Բայց Թրամփը ոնց որ թե իրենցից դուրս առանձնապես բան չի անում, որտեղ այդ վերջին կրակոցն ինչ է, ասենք նույն ցեղասպանությունը շարունակում է կամ ավելի խթանում է Իսրայելի հետ կապված, այլանդակություն այն ինչ որ անում է Ռուսաստանի հետ, առավոտը ասում է իմ բարեկամ Պուտինը, իրիկունն ասում է իմ թշնամին, ցերեկը ասում է զենք չեմ տալու, գիշերը զենքը տալիս է, հետո գցում է Եվրոպայի գրպանը, հետո մեկ էլ ասում է չէ, ես եկա մատակարեմ, բայց ասում է ես չեմ մատակարել, բայց դուք փողը տվեք, ինչով է տարբերվում։ Տեսեք, հիմա դուք ասեցիք բաներ, որը որոշակի ստերեոտիպային բաներ է։ Ուրեմն Տրամպը իրականում ինչ է ասում։ Ես դուրս եմ գալիս այդ պատերազմից։ Ինքը պարզապես գեղեցիկ փաթեթավորման բայկ է դա ասում։ Չի ասում դուրս եմ գալիս, բայց հետո մենք լսում ենք հաջորդ օրը 4 օր առաջ լսում ենք այսքան զինատեսակ համաձայնել է որ պիտի մատակարարի Ուկրաինային։ Ինքը ինչ է ասում, ասում ինքը ասում է հարգելի Եվրոպա, հետո դուք պատրաստ եք շարունակել Ռուսաստանի դեմ։ Շարունակեք։ Ես դուրս եմ գալի պատերազմից։ Այդ դուրս գալու զուգահեռ ինքը զենքը շարունակում է ուղարկել, մի մասն էլ ծախել Եվրոպայի վրա, մի մասն էլ ինքը ուղարկել։ Զենքը վաճառում է որպես ինչ, բիզնես։ Հա, այսպես այդ մարդը ինքը ասում է հետևյալը, տեսեք, առաջին համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները մտավ, բայց ոչ մի զոհ չունեցավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները մտան, զոհ չունեցան, բայց մեծ ուժ ստացան, չէ՞։ Հիմա ինքը ասում է, երրորդ համաշխարհային պատերազմում մենք եվրոպացիների մեջ պես աղմաղ չենք։ Հասկանում եք, ճիշտ է։ Ինքը շատ լավ հասկանում է, եվրոպական էլիտաները դա կստերիկաներ են, որոնք փորձում են Ռուսաստանի ճշգրիտ բան կորզեն։ Ինքը փորձեց համոզել, որպեսզի ուկրաինական էլիտան դուրս գա։ Տեսակ չի ստացվում։ Ինքը ասում է, քանի որ չի ստացվում, Պուտինն էլ փաստացի մինչև վերջ դրանց պատժելու է, ասում է, ինչի մտնում։ Դեռ հարցը պատժելու է։ Հիմա այսպես եթե արդեն խայծերը բան նետված են դեպի Դանիա, իբր Կոպենհագեն, դեպի Լեհաստան, բան ասում են անուտ հաճուները հայտնի չի դեռ։ Հիմա այդ մարդը իր պետության շահերն է պաշտպանում։ Իր պետության շահերը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պետք է այս մեծ կոնֆլիկտից դուրս գա։ Ինչպես որ ինքը դուրս էր առաջի համաշխարհային, երկրորդ համաշխարհային ժամանակ։ Հիմա ինքը դուրս է գալիս։
Բայց զենքի վաճառքից չի հրաժարվում, դա զենք է, դա վաճառք է, ինքը Միացյալ Նահանգների էկոնոմիկան բավականին Բացի վաճառքից ինքը նաև շարունակում է այդպես էլ բանը տալ, ասում է, այսքան կմատակարարեմ, սա կտա, մի կողմից ասում է, հա դուք պիտի գնեք, իսկ կողմից էլ ասում է, հետեւյալը, տարբերություն կար նախկին վարչակազմը ինքը գաղափարականած իմաստով գլոբալիստական համակարգի բաղկացուցիչ էլեմենտներ, նույնիսկ կենտրոնական էլեմենտներ։ Դե դա խայծ էր, որ նաև մենք էլ ոգևորվեցինք եւ ասում էինք Թրամփը ճիշտ է կգա եւ կդադարեցնի արժեհամակարգային փոփոխություն է բերելու։ Այդ ինչ չի որ Թրամփը եկավ միանգամից եվրոպացիները կարան փոխվեն, համաձայն չեմ դրա հետ։ Թրամփը եկել է դա էդի ժամանակ է պահանջում որ փոխվի։ Դե միանգամից այդ կինո չի որ կինոյում կես ժամը մեջ փոխվի։ Ինչպես որ կինո չի որ փոխվի միանգամից ռուսո-ուկրաինական պատերազմը։ Բայց այդ կինոն նախ է դա կինո չի, այո կինո չի շատ դաժան է եւ մյուստեղ տեսեք ինչ է։ Իհարկե ողբերգությունը դաժան է, բայց իրականությունը սա է, այսինքն իրականությունը հեշտ է սկսել պատերազմը, դժվար է պատերազմը։ Այն ինչ որ ինքը անում է Իսրայելում, այս որ չստացի մեր խոսքերով ենք ասում իրանց հումանիտար, հումանիստ ամենամեծ մտավորականներն ասում են այսօր երկու կամ ավելի գլխավոր մեկ ցեղասպան երկիր կա, դա Միացյալ Նահանգներն է, որտեղ առանց Միացյալ Նահանգների Իսրայելը չի կարող այդ ամեն ինչը անել։ Այսօր ցեղասպանություն են անում երկուսը միասին։ Թրամփը չի այդտեղ, այստեղ ինչ է ինքը պատանդ է գլոբալիստներին, ինչ է։ Տեսեք, ես չեմ կարծում որ ինքը պատանդ է գլոբալիստներին։ Բա ինչ է անում ցեղասպան։ Ինքը պարզապես փորձում է Միացյալ Նահանգները դուրս բերել այդ գլոբալ ինքը աշխարհը կանգնած է նոր երրորդ համաշխարհային պատերազմի առաջ։ Կլինի այդ պատերազմը թե չի լինի, ոչ մեկ չգիտի։ Բայց հիմա այդ մարդը իր ազգային շահերի տեսակետից, իր ազգային շահ ինքը ուզում է իր երկրը դուրս բերի դրանից։ Էս է խնդիրը։ Այսինքն դուք ասում եք ինքը այնտեղ մասնակցություն չունի, որ մեկ էլ պարզվում է, որ Լեհաստանի ուղղությամբ են անօթաչուներ գնում, հետո Դանիա, այսինքն կոնկրետ այսպես հրա։ Անժելա ջան, դա առանձին խնդիր է, չեմ ուզում այդ խնդրին անդրադառնամ, բայց դա առանձին հարց է։ Հիմա խնդիրը գիտեք ինչի մեջ է։ Ես sense ձևակերպեմ, եվրոպական վերնախավերը խելագարվել են։ Բարից բունի իմաստով դրանք խելագարների համակարգ։ Բան պակաս չի էլի Թրամփն իրենցից։ Մերսերը, բայց չէ, տարբերությունը շատ ֆունդամենտալ է, շատ ֆունդամենտալ։ Եվրոպական լիտաները խելագարվել են, դրանք չեն էլ հասկանում, նրանք փաստացի իրանք սադրում են նոր պատերազմներ։ Իրանք չեն, իրանք անպատասխանատու, անգրագետ, տուպոյ էլիտա է, որը փաստացի իր պահվածքով ամեն ինչ անում է որ նպաստի տուպոյ շատ գեղեցիկ ծախեցին մեր Արցախը Նիկոլի հետ միասին։ Այդքան էլ տուպոյ չէ, որտեղ որ իրանց պետքա թուրքերի ադրբեջանցիների հետ մեզ էլ կվառեն, կծախեն, կգնա։ Տեսեք, ուրիշ հարցի շուրջ։ Իրանք տուպոյ են, որտեղ իրանք հակադրվեցին Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ հակադրելու իրանք մենակ կորուստներ են կրելու։ Այդ հակադրվի մեջ իրանք մեզ վաճառեցին, Արցախը վաճառվեց այդ հակադրության անվանության մեջ։ Նույն եվրոպացիները, որին ՄԱԿ-ի զեկուցում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մակրոնին, շնորհակալություն ասեց Մակրոնին, որ Մակրոնը 22 թվականին տպտպացեց մեջքին, ասեց գնա։ Ասեց Արցախը հանձնի։ Միշելի հետ միասին հայվանին ասին գնա։ Վերջի գագաթնակետը Արցախը հանձնի։ Որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից գովում է մի մարդու։ Մենք լիրիկ խոսենք։ Որը սարսափելի բան է, դա սենց ասեմ ձեզ էլի։ ՄԱԿ-ի մասին դեռ խոսենք, բայց մեր ժողովրդի ողբերգական վիճակն է, միաժամանակ ամոթ վիճակն է, միաժամանակ ես ուրիշ բաներ չեմ կարող ասեմ։ Բայց ես նույնպես եմ կրկնում, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եվրոպական ոչ թե կան համոզված եմ, եվրոպական երկրներում առաջ է գալիս առողջ նոր արժեքներ։ Այդ առողջ արժեքը սրբելու է դա։ Ինչպես որ նույնպես եմ կրկնում, ինչպես որ բանի երկրորդ համաշխարհայինից առաջ այդ ազգայնական էլիտաներն էին զարգանում, չէ՞, հակասեմիտիզմի հիման վրա, հակակոմունիզմի վրա, նացիստական ռեժիմը, չգիտեմ, Անտոնեսկու։ Բայց տեսեք, դուք ասում եք պատահական է Սարկոզիի նկատմամբ այդ գործերը ԼՊ-ի, որտեղ նա հանրապետականից է, այսինքն ազգային թևի իվանները։ Ես կրկնում, այս գլոբալիստական, ես մի անգամ եթե պետք լինի, ես այդ գլոբալիստների ամբողջ էությունը, տնտեսական, սոցիալական բաղադրիչները, ինչ են իրանք աջակցում աշխարհով մեկ բանին սեքսուալ փոքրամասնություններին, որն է դրա պատճառը, որտեղ անտրամաբանական է, չէ՞, այդքան խրախուսել, այդքան չէ, դրա շատ լավ է տրամաբանական է։ Բազան իրանք մեր մոտ ինչի է այլանդակներին, այլասերվածներին գտան։ Այդ էլիտան, դա մի հատ խայտարակ էլիտա է, որը ինքը միսիոներական նպատակ ունի փչացնելու ամբողջ աշխարհը, եւ իր ճանապարհին ոչինչ չի կանգնացնում։ Իրանք կանգնացնում են մենակ ուժը։ Հիմա, քանի որ վերակենդանացել է Չինաստանը, Ռուսաստանը, իրանք այդ խոճապի մեջ իրանք ամեն ինչ անում են ու հակադրվում են Ռուսաստանին, Չինաստանին եւ այլն։ Հիմա Միացյալ Նահանգները դարձել էին այն ժամանակ իրանք Թրամփինը, Թրամփը ամերիկյան ժողովուրդ իրանք տեսություն ասեց, հիմա Թրամփը եկել է կազմակերպում այդ համակարգը Միացյալ Նահանգներում, կազմակերպման process-ը դա մի օրվա մեջ չի լինում։ Դա շատ դժվար եւ շատ երկարատև process է, Անժելա ջան։
Իսկ այս խեղկատակի պահվածքը առավոտը ասում է դադարեցնում եմ, ցերեկը ասում է մատակարարում եմ, երեկոյան ասում է ես դուրս եմ գալիս, հետո զենքը տալիս է, հետո ասում է Պուտինը բարեկամնա պայմանավորվել է մեզ։ Այդ Տրամպի ելույթը արդեն վերլուծել են Bloomberg-ը, Financial Times-ը, բոլորը արդեն գիտեն ինչ կատարվեց, ինչի Տրամպը նման հայտարարությունով հանդես եկավ։ Ես իրան պաշտպանը չեմ, բայց ինքը ասաց այն ինչ որ տրամաբանական էր։ Ուրեմն ինքը ասում է հետևյալը, տեսնելով որ չեմ կարողանում կանգնեցնել պատերազմը, ինչու չեմ կարող, որովհետև եվրոպական էլիտաները խելագարված պաշտպանում են Զելենսկիին, Ռուսաստանը տեսնելով դա, ինքը ասում է ես չեմ կարող խելագարի հետ ընդհանուր հայտարարի գամ։ Տեսնելով այդ ամեն ինչը, Միացյալ Նահանգները ասում են, քանի որ երկու կողմն չեն կարող կանգնեցնել, ես դուրս եմ գալիս դաշտից։ Ես արդեն հակամարտության կողմ չեմ, իր գլխավոր մեսեջը ռուսներին, հետևյալն է հարգելի ռուսներ, ես ձեր հետ այլևս պատերազմի մեջ չեմ։ Ես զենք վաճառում եմ ՆԱՏՕ-ին եւ եվրոպացիներին, եվրոպացիները փողով գնում են, իրանք են որոշում, իրանց հետ դուք որոշումները կայացրեք, մենք այլևս որպես ուժ դուրս են գալիս։ Հիմա իրանց ասում են, իսկ ուկրաինացիները կարող են հաղթեն, իրանք ասում են, Աստված իրանց հետ դու հաղթեն, ոնց որ դու մեկին որ ուզում ես ցույց տաս, որ դու շանս չունես, բայց ուզում ես հեգնանքով ասես, այդ հեգնանքա, ինքը որ ասում է թե ուկրաինացիները կարող են հաստեն հələ մի բաներ ավել կանգնեն, դա հեգնանքով է դա ասում։ Այդ ամենը պետք է հասկանալ, ավելին հիմա ելույթի ժամանակ ասում է թղթեվագրա բանը, Ռուսաստանը մի հատ թղթեվագր է ասում։ Որովհետև նույնպես եմ կրկնում, շատ պարզ, ինչի է դա ասում, որովհետև Իրան, քանի որ եվրոպական էլիտաները մեղադրում են, որ ինքը դավաճանում է եվրոպական արժեքների իբր Ռուսաստանի հանդեպ, ինքը որպեսի որտեղ ինքը գիտի որ վաղը մյուսը Ուկրաինան պարտվելու է, որպեսի այդ պարտությունը իր վրա չգա, ինքը ասում է հարգելի եվրոպացիներ, ուզում եք պայքարեք, ուզում եք պատերազմեք, ես դուրս եմ գալիս, ձեզ զենք եմ վաճառում, ես որպես զենք վաճառող կշահեմ, դուք կտուժվեք, Ռուսաստանը կտուժվի, Ուկրաինան կտուժվի, ես կշահեմ, ինքը իր ազգային շահի տեսակետից ճիշտ է վարվում, կարող է պատահի դա համաշխարհային տեսակետից այդքան էլ բարոյական չի, բայց իր ազգը ինքը խոսքը իսկ Իսրայելի Գազայի ոչնչացման Պաղեստինի եւ Իրանի նախագահն էլ իր հարցազրույցում ասեց դա ընդամենը պատրվակ է, իրենք շատ լավ գիտեն Ուրանի հարստացման հետ կապված մենք միջուկային զենք ունենալու այդպիսի խնդիր դրված չէր, մենք բանակցում էինք, սա ուղղակի Թրամփի համար պատրվակ է, որպեսզի մենք Իսրայելը հասնի իր նպատակին եւ նորից պատերազմ հրահրի մեր դեմ Ամերիկային էլ ներքաշի այս ամեն ինչի մեջ։ Հարցին պատասխանեմ ստեղ, շատ ավելի տարօրինակ խնդիր է, թե մի հատ առանձին թեմա լինի, մենք առանձին կարող ենք զրուցենք, որտեղ շատ բարդ խնդիր է։ Ընդհանրապես Միացյալ Նահանգների հանրապետականները միշտ իրենց համար, քանի որ այնտեղ կրոնական թևը, այսպես ասած, հավատացյալ թևը իրենց հասարակության հիմնականում աջակցում է հանրապետականներին այդ շերտին, պահպանողական շերտին, հա, իրանց համար, քանի որ հավատաց երկիր է Իսրայելը, իրանց Իսրայելի հանդեպ վերաբերում են ուրիշ ձևի։ Եվ քանի որ Իսրայելը իրենց падգամավորները խոստովանում են, որ իրենք անձամբ մի քանի հոգի Խակեր Կալասն մոտ հարցազրույց էին տալի եւ ասում են մենք պատանդ ենք իսրայելական լոբիստական անի ձեռքում, մենք չենք աշխատում Ամերիկայի համար, մենք առաջին հարցը դու պատրաստ ես Իսրայելի համար, հետո նոր դրանից հետո մենք Միացյալ Նահանգների падգամավոր ենք։ Այդ խնդրեմը եւ խոհբան խնդրեմ է։ Այդ խնդրեմը կա իսկապես, այդ խնդրեմը դժվար լուծելու խնդիր է։ Եվ այդ իմաստով այդ թևը պատանդի կարգավիճակի մեջ է եւ ինքը դատապարտված է։ Թե պետությունն է պատանդի, որտեղ երկու թե ըստ էության երկու թևում է եւ դեմոկրատների եւ հանրապետականների մոտ այդ լոբիստական բանը շատ հզոր, շատ բան աշխատում է։ Հիմա եկեք Անժելա ջան, մենք այնքան խնդրեմ ունենք։ Ես չեմ կարծում, որ մեր գլխավոր խնդրեմը Պաղեստինի խնդիրը է, ինչքան էլ մենք հարգանքով Չէ, հիմա մենք այսպես իլյուզիաների մեջ ենք, ոնց որ ժամանակին իլյուզիաների մեջ ենք, որ Եվրոպանում Մակրոնը գալու է մեզ փրկել եւ Արցախը ծախեց Միշելի հետ։ Հիմա նույն իլյուզիաների մեջ ենք, որ Միացյալ Նահանգները գալու է այս միջանցքով մեզ փրկել։ Նույն ցեղասպան Միացյալ Նահանգները, որ այսօր ցեղասպան Թուրքիայի ձեռքն է բռնել, սա մասին է խոսքը։ Եթե խոսքը վերաբերվում է Զանգեզուրի այսպես կոչված Տրամփի կամրջի մասին, ապա էդի Մաքուր Զանգեզուրի միջանցքա որը Նիկոլ Փաշինյանը ուզում է հանձնի Ադրբեջանին, պարզապես ինքը ուզում է փաթեթավորի դա ամերիկյան, այսպես ասած, բանով, կերպարով, որպեսի հասարակության այն հատվածը, որ ապաքաղաքական հատվածը, որ քաղաքական խոսույթից ոչինչ չի հասկանում, իրան պողակի կերպարն է հետաքրքիր, ինքը Տրամփի կերպարը իրան հանգստացնում է, այնտեղ քանի որ Տրամփն է, ոչ թե Ալիևն է, իրանք ավելի դրական են վերաբերում։ Այս նրա համար է ընդհանրապես, այսինքն սա աճպարար Փաշինյանը գնացել է ամերիկացիներին ասել է ես նվեր եմ ուզում տամ հարգելի ամերիկացիներ, քանի որ մեր մոտ կա մի հատ բան,
տգետ զանգված, այդ տգետ զանգվածը, քանի որ իմ զանգվածն է, քանի որ տգետ զանգվածը Ալիևին չի ընդունում, բայց ձեզ կարող ընդունի, կարող եմ ես նվեր տամ, դուք գաք այդ Տրամպի կամուրջը։ Կիքասն այդ նվերը, հիմա քեզ մեկը նվեր տա, ասենց մա թանկարժեք նվեր տա, դու հրաժարվես նվերից, իհարկե չես հրաժարվի, չէ՞։ Փաշինյանը իր նվերը տվել է Տրամպին, Տրամպը ուրախացել է։ Չէ, մեր ժողովուրդն էլ է, մեր միամիտ ժողովուրդն էլ է ուրախացել, որ քանի որ Միացյալ Նահանգներն է կգատեիր կգա, ոնց միամիտ չի։ Նայ մի հատ բան ասեմ, էլի, այդ մեր ժողովրդի մի 15% հատված կա, քաղաքենի զանգված է, խայտարակ քաղաքենի, քաղաքականությունից տգետ, անգրագետ զանգված է, որի վրա դա ազդել է։ Բայց այդ զանգվածի մեծ մասը միշտ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմնակից, այսինքն Նիկոլ Փաշինյանի իր զանգվածը ուղղակի կոնսոլիդացրել է ընդհանրապես։ Այսինքն դուք վստահ եք, որ մեր ժողովուրդը ողջամտություն ունի եւ բայց այդ 60%-ը մեր ժողովրդի համոզված է, որ սա Տրամպի կամուրջի դա Զանգեզուրի միջանցք է, որ տրվում է Ադրբեջանին։ 60%։ Պարոն Բոզյան, ես վստահ եմ, որ մենք ժամանակին եթե խոսենք, դուք ասեք մեր ժողովուրդը շատ ողջամիտ է եւ սթափ է եւ շատ լավ գիտակցում է, որ չէ, շատ լավ գիտակցում է, որ Արցախի հարցում Ռուսաստանը կանգնած է եւ այլն եւ Եվրոպան բան չի անի։ Տեսեք, ասենք Եվրոպան ծախեց, Միշել Ներովանով ծախեցին, միջև հիմա դեռ մարդիկ կան ասում են դե Ռուսաստանն արե, ու Եվրոպան չի արե։ Հավատում էին թե հեսա Մակրոնն ու բանը կփրկեն։ Չունենք մենք այդպիսի շերտ, չկա։ Նույնպես եմ կրկնում, այն որ ես նույնիսկ վեճ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ իշխանական մոտ շրջանակներով, որ իրանք ուրեմն ինչա կատարվել, սա առանձին թեմա է։ Հիմա Վրաստանում հետաքննություն է գնում Սաակաշվիլի հետ կապված, շատ հետաքննություն է գնում, որը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն, તો մենք էլ նույն հետաքննությունը սկսելու ենք մեր մոտ։ Ինչպես է կատարվել Արցախի հանձնումը։ Դա շատ կարևոր խնդիր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն Արցախի հանձնումը դա պատահական չի եղել, դա պատահական պատերազմ չի եղել։ Ինչպես որ պատահական պատերազմ չի եղել 2008 թվականի Սաակաշվիլի պատերազմը։ Այսօր վրացիները արդեն հսկայական նյութ մատերիալ ունեն, որտեղ երևում է, որ արևմտյան կոնկրետ շրջանակները անազգաններով արդեն ուղղակի չեն հրապարակում։ Իրանք խրախուսել են, սադրել են, որպեսզի Սաակաշվիլին հարձակվի հարավային Օսիան, ինչի հարձակվի։ Իրանք շատ լավ գիտեն, որ Վրաստանը պարտվելու էր, որպեսզի ինքը հարձակվի Ռուսաստանի հետ բախում լինի, դրա արդյունքում Սաակաշվիլի եւ իշխանության հետ Ռուսաստանի իշխանության վերջնականապես կտրվի այդ ամեն ինչը, Սաակաշվիլին հայտնվի իրենց գրպանում։ Սա, այսինքն դու ուզում ես մեկին սարքես 100%-ով քո մանրադրամը, դու սադրում ես դիմացի երկրի, դու սարքում ես քո մանրադրամը։ Նույնը կատարվել է այստեղ, այսինքն ինչ են արել։ Այս մարդիկ համոզում էին Փաշինյանին, որ գիտես ինչ, իմացի դու շատ ուժեղ ես, շատ պինդ ես, քեզ խիզախ պայի բանակցությունները կարաս հերքես, մերժես, բանանես, իր թիմը համոզված էր, թիմից մեկը կար, չեմ ուզում անազգանն ասեմ։ Մի անգամ ասի լսի, երբ որ դուք ասում եք, որ դուք բանակցային գործընթացում չեք մասնակցում, չեք զգում, որ դուք պատերազմի դաշտ եք բերում, բայց հիմք եք տալիս, որ լեգիտիմ ասում եք, որ վաղ Ալիևը հարցը, գիտես ինչ էր պատասխանում։ Շատ մոտիկ, հա, ասում էր Էրդողանը չի թողնի, թե Միշելը։ Ինքը ասում էր Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, եւ Հայաստանի աշխարհի դեմոկրատական բանը։ Դենանասունն էլ էր ասում։ Ամբողջ աշխարհի դեմոկրատիան թույլ չի տա, որ ադրբեջանական տանկերը մտնեն Արցախ։ Ես քեզ ուղղակի ասում եմ այդ մարդը եւ տեսեք սիրելի ժողովուրդ, մենք ինչ տավարների եք հանձնել ձեր կյանքն ու ձեր ապագան։ Եվ այդ մարդը անկեղծ էր։ Անկեղծ իրան ներշնչել։ Ես անգամ կարող եմ հասկանալ թե բանը, կռահել թե դա ով է։ Աղքի նախագահ աղբերը։ Այ Անժելա, բայց Փաշինյանն էլ ներշնչել դա։ Ամբողջ խնդիրը որ այս մարդիկ, որ եկել են փողոցից, անսահման տգետ մարդիկ են։ Դրանք անգրագետ մարդիկ են, դրանք ոչ մի լուրջ բան չի խժռում է ժողովուրդը Անդրանիկ Միրանյանին, երբ որ ասում էր փողոցից եկած բոմժը թափթփուկը որ գալիս է իշխանության, ձեր երկիրը տապալվելու է, ավիրվելու է, երկիր չի մնալու, ձեզ էլ կործանելու են, հիմա էլ բա հարցակվել են այն բանը Բաբկեն Արաքչյանի նմանն են ասել, ես այլևս քո հետ խոսելիք չունեմ, մի հատ էլ մի բառ չասեց գնաց են աշխարհ։ Անժելա ջան, հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, հիմա արի բան չվերադառնանք, պարզ էլեմենտար խնդիր կա, որ Փաշինյանն էին ներշնչել, ինչպես որ Սաակաշվիլին էին ներշնչել։ Ինչ էին ներշնչել։ Այդ բարձն էլ բաց են։ Սկզբնական փուլում, երբ որ սրանք եկել են իշխանության, սրանք ուզում էին օգտագործեին որպես մոդել դեմոկրատիայի, որպես այդ դեմոկրատիայի մոդելը հրապուրիչ լիներ Ռուսաստանի համար։ Բայց քանի որ դա չստացվեց։ Երկրորդ արդեն որոշեցին, որ սա ամեն ինչ անեն, որ սա սադրվի այդ Ղարաբաղյան բանակցային։ Չստացվեց, որոշեցին Ադրբեջանին տանեն իրենց կողմ, ինչ անենք, Ադրբեջանին օգնենք, ամբողջ արևմուտքը Թուրքիայով օգնեց, Իսրայելով, եկան կործանեցին մեզ։ Իրանք սադրեցին, որ այս մարդը բանակցային process ամբողջ քանդի,
ոչ մի առաջարկություն դա չընդունեց, որտեղ համոզված էր, որ իր հետևը կանգնած է համաշխարհային դեմոկրատիան, եւ դեմոկրատիան թույլ չի տա, որ դեմոկրատիան վերացական դեմոկրատիան թույլ չի տա, որ ադրբեջանական տանկերը մտնեն Արցախ, դուք հասկանում եք։ Եվ դա համոզել էր ինքը բոլոր թիմին, ինքն էր համոզվել դրա մեջ։ Հիմա էլ է համոզված որ թուրքերը չեն մտնելու Երևան։ Ինձ է շատ հետաքրքիր է, ինչ եք կարծում։ Էլի է դեբիլության մեջ է որ դեմոկրատիան չէ։ Ես համոզված եմ իր թիմի արդեն 80%-ը հասկացել է որ դա արդեն բլեֆ է։ Որտեղ այդ 80%-ը որ տեսավ թե ոնց Արցախը կործանվեց, հիմա 80%-ը հասկանում է որ Հայաստանը կարա կործանվի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը Իշմես որ այդ վերջի համագումարում որ ասում էր թե ծափահարություն լավ չէ գոռում բան կեց է մեծ է մարդիկ որ լավ չէին գոռում կեց է Փաշինյանը ասում էր ինչի լավ չէ գոռում որտեղ մարդիկ արդեն այդ համոզմունքը չունեին այսինքն արդեն ձևական էր այդ ամեն ինչը այդ համոզմունքը կար 18 թվականին մարդիկ անկեղծ համոզված էին որ Մակրոնը իր խոսույթով կարա կանգնացնել ադրբեջանական տանկերը իրանք գիտեին համոզված էին դրա մեջ Գիտեին որ Բայդենը որ որոշում կայացի որ ցեղասպանությունը ճանաչում է վсё ցեղասպանությունը որ ճանաչվի Թուրքիան գետի տակ կանցնի հասկանում ես ինչ նախընդ էս զանգված կար էսա տգետ զանգվածը այդ տգետ զանգվածը մնացել է բայց այդ տգետ զանգվածը ինչա մնացել որտեվ 30 տարի այդ տգետ զանգվածին տվել են սերիալներ կապիկություններ կապիկ սերիալներ են տվել անգրագետ սերիալներ են տվել ինչ ասեմ դեբիլիզացիայի միջև վերջի աստիճանը Հերիկ Հովհաննիսյանի նման զարգավանը հայրենի տիրապետող զարգացած իր մասնագիտության մեջ շատ քիչ մարդ կա ակադեմիկ այդ ակադեմիկը հիացած էր այլանդակություններով եւ արևմտյան այդ արժեքներով Ռուբեն Բաբայանը այդպես այդ արժեքների կրողն է թվաց է զարգացած Մատենադարանի Արա Խզբալյանը դրա կրողն է Վարդան Պետրոսյանը ոգևորված էր քանի անուն տամ հերթով բոլորի անունը տամ մի այդպես ասեք որովհետեւ դեբիլ անգրագետ հերուս են եղել բայց գրագետների իբր թե գրագետներին ինչ ունեք ասելու ես չեմ ուզում հիմա ասենք Վարդան Մասուրյանը Փելեշյանը այն մյուսը ձեր ձեռքի տված գնացին հանդիպման այն մյուսը չհասունացած բաններ Միքայել Պողոսյանն էլ ասեց սա երազ է մի բանն է եկել փողոցից բոմժն է եկել իշխանության այդ էլ ձեր այսպես ասած էլիտան Անժելա ջան մի բան ասեմ էլի ընդհանրապես աշխարհում եթե ամեն ինչ անսխալական լիներ աշխարհը գիտես ուրիշ տեղ կզա հիմա աշխարհը ինչա անկատար Պարոն Բոզյան, եկեղեցին դրել են ոտքի տակ տրորում են երկու սրբազանի դատում են մի գրականագետ, մի լեզվաբան, մի պատմաբան, չգիտեմ չկա 10 հոգի չկա ասեն էս ինչ է կանում, էս ինչ ազգ ենք մենք։ Ուր են իրանք, ուր են։ Սրբազան են դատում հենց հիմա, դատախազը պահանջեց, հենց նոր։ Դատախազը պահանջեց 2 տարի 6 ամիս ժամկետ ազատազրկել Միքայել Սրբազանին։ Ծպտուն կա։ Չէ, բան չունեմ ասել, Անջելա ջան, ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո պետք է մենք նոր առողջացման process տանենք, ապաշխարանքի մի հատ հսկայական աշխատանք ունենք մենք տանելու, որպեսզի մեր ժողովրդին սարքենք իսկապես որպես մեր ժողովրդի ողնաշարը կարողանանք վերականգնենք, որտեղ կոտրված ողնաշարով ոչ մի ժողովուրդ չի կարող պետություն Չէ, թվում էր թե սրբության սրբոց է հայ առաքելական եկեղեցին մեզ համար մոտենան, չգիտեմ ինչ կլինի։ Հիմա մենք դռնեդուր նորտի բացատրենք, թե այդ եկեղեցու հարցը չի, այդ մեզ են գալիս փրթեն։ Սա նաև նշանակում է, պարոն Բոզյան, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, ինձ թվում է ինչ որ մի պահ թուրքերը մտածել են լավ, կկործանեն, կկոտորենք էս հայերին, խափենք էս ամեն ինչով, մտնեն մեզ փրթեն, ասել են լավ, մի հատ այնս ձևական Վատիկանի նման մի հատ ինչ որ փոքր բան կթողնենք Էջմիածին, իսկ թվում է հետո ասել են չէ։ Դա էլ չեք թողնելու։ Գնացեք էլ բնաջնջեք։ Թուրքական շրջանակների մեջ միշտ այն տեսակետն է եղել, որ հայերին ոչ թե պատերազմով պետք է հաղթել, այլ պետք է իրար մեջ խժդրություններ մտցնելով հաղթել։ Չի Արևմտյան Հայաստանում չփրթեցին։ Դե Արևմտյան Հայաստանում պետականություն չունեինք։ Բայց պետականություն ունեինք։ Ղարաբաղյան պատերազմը նրանք պարտվեցին։ Բայց պարտվեցին, բայց հիմա կարասան այս խարդավանքների մտցնելով, տեսեք Օրինակ նույն արևմտյան կենտրոնները չկարողացան Ադրբեջանում մտնել, չէ՞, եւ չկարողացան քանդել, բայց Հայաստան մտան, Վրաստան մտան, Հայաստան մտան, չէ՞։ Այսինքն ստեղ հաստատի կարելի ասել, որ մեր իմունային համակարգը ազգային շատ թույլ էր։ Այդ իմաստով ցավոք սրտի եմ ասում։ Մենք այս ամեն ինչը պետքա վերաիմաստավորենք, որպեսզի մենք հետ Փաշինյանական Հայաստանում այլևս երկրորդ Փաշինյանի վերադարձ չլինի։ Դա շատ կարևոր խնդիր է, որտեղ նույնիսկ եմ կրկնում Ես համոզված եմ, որ մյուս տարվա հենց այս ժամանակ արդեն մենք Ինչի եք համոզված, մենք խոսեցինք եւ դա թեման այսպես թվում է թե ամփոփեցինք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչու նախ ասում են, որ Կիրենկոյից առաջ Կոզակը,
Կոզակներ, չէ՞, Դմիտրի Կոզակներ այս հարցերով զբաղվում, կուրատորություն էր անում եւ տեսանք, որ իրեն հեռացրեցին, ասելով որ ինքը պարտվել է, վատ է աշխատել։ Լավ, ասեք իրեն անձերը թողնեք յուղ։ Հիմա Մոլդովայի օրինակով մենք ինչ եք դուք մտածում, որ այդ ամեն ինչը, որ նույն ձերբակալությունները չեն լինի, գնդակահարությունները չեն լինի, լրատվամիջոցներ չեն փակվի եւ վերջում էլ ոնց ուզեն չեն նկարի, արևմուտք նկասի, այսպես է։ Ասեք, ոնց ենք սրա դեմ պայքարելու։ Մոլդովան դա Ռումինիայի կողք երկիր է։ Մոլդովան ինքը իր օրգանապես Եվրոպայի մեջ ինտեգրված երկիր է, արգել է անջելա։ Ֆունդամենտալ տարբերվում է Հայաստանից ու Վրաստանից։ Մոլդովային ընդհանրապես այդ հակամարտությունը չի կրում էգզիստենցիալ հարցը լինել թե չլինելու։ Չի կրում ԵՄ կամ չգիտեմ ԵԱՏՄ-ի խնդիր։ Այնտեղ ոչ մեկ ԵՄ-ի խնդիրը չի վիճարկում։ Նույնիսկ այսպես կոչված ռուսամետ ուժը իր ծրագրի մեջ չի դրել, որ ինքը պետքա հրաժարվի ԵՄ-ի անդամակցությունից, ասեմ դες իմանաք։ Այսինքն սա օբյեկտիվ իրականությունն է։ Այնտեղ այդ կոնֆլիկտը դրա մեջ չի։ Կոնֆլիկտը այնտեղ կրած է հետևյալի մեջ։ Այդ երկրում պետքա դիկտատուրա պահպանվի, թե պետք է դեմոկրատական համակարգ հաստատվի։ Եվ առաջինը եւ երկրորդը Մոլդովան պետք է մտնի պատերազմի մեջ պետք է մանրադրամ դառնա, թե չդառնա։ Այդ երկու խնդիրն է դրած։ Աղքատ երկիր, աղքատ ժողովուրդ, շատ ցածր մակարդակի աղքատություն այնտեղ, Հայաստանից անգամներով ավելի վատ են ապրում մարդիկ եւ իշխանությունները ԵՄ-ի պատերազմական բյուրոկրատիայի ջանքերով հսկայական ռեսուրսներ դրել այդ մարդկանց կաշառելու համար, հսկայական, ֆանտաստիկ մեծ։ Այդ ռեսուրսներ դնելուց հետո ինքը պարտվում է Մոլդովային, ինքը ստանում է ընդամենը 44%։ Հսկայական ռեսուրսներ։ Հակառակն է կարող ենք ասել, Ռուսաստանն էլ է մեծ ներդրումներ արել, բայց էլի պարտվեց։ Ուրեմն Ռուսաստանը ինչ ներդրում է արել։ Ռուսաստանը կարող օբյեկտիվորեն չէր կարող լուրջ ներդրում անել, որովհետև ես օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Նախ Մոլդովան փակ ռեժիմ էր դարձել։ Մոլդովան մտնել է ընդհանրապես այլ քաղաքացու համար, այլ քաղաքացու։ Դե սա էլ ում ուզում է թողնում, ուզում չի թողնում։ Չէ, չի, տարբերություն կա։ Դե այդպես չի կարող ընտրության նախաշեմին անի։ Անջելա ջան, դու ինչ երաշխիք ունեք Մոլդովայի ռեժիմի աստիճանը չես պատկում, դա գրեթե կիսա տոտալիտար երկիր էր դարձել։ Պարոն Բոզյան, ի՞նչն է խանգարելու, որ Նիկոլը ընտրության շեմին, այսինքն 1 ամսից հետո սկսի 6 ամիս դա անի։ Չունի են հենարանը։ Իդեպ ասեմ, որ Մոլդովայում այլ էր վիճակը։ Մոլդովայում մարդիկ սանդուից զզվում են, մեծ մասը զզվում է։ Բայց այնուամենայնիվ, չէ, բայց այնուամենայնիվ այնտեղ աշխարհակաղակական իմաստով մեծ հակադրություն չկա։ Մարդիկ ուզում են լավ ապրեն, ԵՄ-ի մեջ ապրեն, բայց չեն ուզում հակադրվեն Ռուսաստանի հետ։ Հիմա, քանի որ այդ կենտրոնը արևմտյան ուզում է Այսինքն մենք մեր ժողովրդին գիտակցություն ունի, որ եթե մյուս կողմ ընտրեց, թուրքերը գալու են մեզ փրթեն։ Մեր ժողովրդի մոտ, ասենց ասեմ, եթե ընտրեց Նիկոլին, ուրեմն դա մեր ժողովրդի մեջ ինտուիտիվ արդեն հասկացել են, որ այս մարդը խաբեբայ է։ Ասենք նայեք, մոտավորապես մի 25% մեր ուսումնասիրությունից ստացվում է 20-25-30%-ը իրեն համարում է Թուրքիայի ազդեցության գործակալ, ասենց։ Մնացած 25-30%-ը համարում է ինքը խաբեբայ է։ Կարող է ինքը դու գործակալ չի, կարող է չգիտեմ ինչա, կարող է ինքը սխալվել է, բայց ինքը խաբեբայ է եւ ինքը պարտված եւ անփորձ մարդ է։ Այսինքն 60%-ը արդեն 60-ից 65%-ը իրան դիտարկում է որպես մարդ, որ պետք է հեռանա։ Ավելին կարամ ասեմ, այդ 60-60%-ից 40%-ը պահանջում է, որ ինքը այս վաղը հեռանա։ Ես ուղղակի թվերն եմ ասում, սենց վիճակ չի եղել ոչ մի անգամ։ Պարզ ասեմ քեզ։ Ինչն է իրեն խանգարելու, որ կարողանա վերջին փուլում ունենալով արևմուտքի այդպիսի հանրային տրամադրությունները, լսի ասեմ, նայ, հանրային տրամադրությունները թույլ չի տալու, ինչի, որովհետև նայ տես, ես քեզ պարզ բան ասեմ։ Ինքը քաղաքական լեգիտիմությունը զրոյական է իր մոտ։ Համաձայն ես սրա հետ։ Տնտեսական ինքը խաբել է բոլոր հարցերում։ Ազգային մանով զրոյական է, չէ։ Ինքը միակ բանը, որ կարացել է պահի, որն է եղել, որ իբր թե ինքը ընտրությունների ժամանակ կաշառք չի բաժանել, չէ։ Էդ է։ Այսինքն ընտրությունները, որ ինքը անցկացրել է 21 թվականի եւ 18 թվականի, ընկալվել է այնց, որ Իրան ժողովուրդը ձայն է տվել։ Տենց ընկալում կա։ Համաձայն ես սրա հետ։ Այդ ընկալումը կա։ Այդ ընկալումն է Իրան պահում։ Մա այդ ընկալումը այլևս չկա։ Տարբերությունը սրա մեջ է։ Այդ ընկալումը որ չլինի, հիմա նայ դու կասես, բա ո՞նց է նախորդ իշխանությունները ընտրությունները համկերծում էին հանրակաշառքով, բայց մնում էին, չէ։ Չէ, տենց չէ, հարց կարա տաս։ Չէ, ես հարցին կարամ պատասխանեմ։ Նախկին իշխանությունները ունեին լեգիտիմության երկու աղբյուր։ Մեկը ընտրական, որ անկատար էր, որտեղ Նախկինը հաղթած նախագահներ էին, Արցախը կար, ինչի մասին է խոսքը։ Քանի որ 3 նախագահներն համեմատելու չի, այո։ Այ, քանի որ 3 նախագահներն համարվում էին հաղթանակած նախագահներ, դրա համար մնում էին լեգիտիմություն ունեին երկու աղբյուր։ Մեկը հաղթանակած նախագահ։ Տեսակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հաղթանակից հրաժարվեց, հեռացրեցին։ Այ, ավարտեմ նոր։
Իրանք 3 տնն էին հաղթանակած աղբյուր, մեկը Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր, երկրորդը ընտրությունները։ Ընտրությունները իրանք 3-ի մոտ էլ անկատար են եղել։ Բայց քանի որ այդ Ղարաբաղյան հաղթանակը կար, երկրորդը ինքը կոմպենսացնում էր։ Պարզապես մարդիկ ներվայնացան, որտեղ ի վերջո այդ անկատարությունը ընտրության մարդկանց գրգռումը, մարդիկ դժգոհ էին, բան էին, բայց ինքը իշխանությունը կարող էր պահել։ Այս մարդը մի լեգիտիմության աղբյուր ունի։ Մենակ այս ընտրության էլեմենտն է, ինքը ուրիշ ընտրության աղբյուր չունի։ Եթե ինքը ստեղ պնստած, ինքը հանգարց փորձեց ընտրակաշար բաժանի, իրեն հոշոտելու է ժողովուրդը, ասեմ քեզ իմանաս, պրոստը հոշոտելու է։ Այդ տարբերությունը սրա մեջ է։ Ինչի՞ Եթե տանի բաժանի ինչի՞ պիտի հոշոտի ժողովուրդը։ Անժելա ջան, նույնց եմ կրկնում։ Այն ասում են գյուղերում սպասում, ասում են բերում ասֆալտը ներքի։ Անժելա, ես նույնց եմ կրկնում, ես քեզ նույնց եմ կրկնում։ Սա քաղաքագիտական նորմա է։ Այդ տորը դու կտեսնես մյուս տարվա ամբրանը։ Շատ լավ։ Եթե ինքը հաղթանակ տաներ պատերազմում, եթե ինքը հաղթանակեր բայց սոցիալական վիճակը վատանար, բան եւ այլն, ես այսպես բան չէի ասի։ Շատ լավ։ Եթե ինքը հաղթանակած նախագահի վարչապետումներ, եթե պատերազմում ինքը կարողացար պահեր, լիբանել ավել գնար, բան եւ այլն, հիմա այդ բոլոր իր չարաշահումները կարար ինքը ինչ-որ ձևի անկատար տաներ, ոնց որ հիմա Սանդունա տան։ Հասկանում ես, սա խնդիրը։ Բայց ինքը պարտված է։ Էսա խնդրեմը սրա մեջ է։ Վերջին հարցը, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ում Ալիևի ելույթը եւ Նիկոլի։ Տեսեք, Ալիևի ելույթը դա ստանդարտ ելույթ էր, ինքը հաղթանակած երկրի ղեկավարի ելույթ էր, ցույց էր տալիս, որ փաստացի Ադրբեջանը այսօր տարածաշրջանի գերակա դոմինանտային երկիրն է դարձել, եւ ինքը հպարտանում էր այդ բանով, եւ իր ելույթի մեջ բոլոր ձևակերպումները կար, այն ինչ որ կար։ Փաշինյանի ելույթը դա քաղաքական մուրացկանի ելույթ էր։ Չէ, խաղաղություն բերող ելույթ էր Ալիևը, նախ մի հատ է ասեք, որ խաղաղության ելույթ Ալիևի ելույթը դա իր երկրի համար հպարտության ելույթ էր։ Այդ ելույթը ցույց էր տալիս, որ ինքը հաղթանակած երկիր է։ Այդ հաղթանակած երկրով ինքը հպարտանում էր, ինքը իր համար այդ հաղթանակը լեգիտիմության լրացուցիչ աղբյուր է դարձել իր ժողովրդի համար։ Սա միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանը դա քաղաքական մուրացկանի պարտված մարդու ելույթ էր, ընդ որում ոչ միայն պարտված մարդու, այլ նաև շատ միջազգային փորձագետներ շշմել էին այս մարդու անփորձության աստիճանի վրա։ Նախ եւ առաջ ինքը հպարտանում էր գիտության, էլի։ Մի քանի դետալներ ասեմ։ Նախ ինքը հպարտանում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ 10-12 կիլոմետր արդեն դելիմիտացված դեմարկացված դա ՄԱԿ-ի ամբիոնից նման բան հայտարարել հարգելի ժողովուրդ։ Դա ծիծաղի դուք բոլորդ խայտարակ եք եղել, ես ասեմ ձեզ իմանաք։ Դուք որպես ազգ բոլոր միջազգային փորձագետներն ասում են ախպեր, այսինչ երկիր է, այսինչ ժողովուրդ է, որի ղեկավարը այս մանկապարտեզի մանկարտակի բանը ասում 10-12 կիլոմետր դեմարկացիա դելիմիտացված է, ինքը ներկայացնում է ՄԱԿ-ում, հա։ Հաջորդը ինքը անվանում է եղբայրական Վրաստանին եւ Իրանին, որը ճիշտ է։ Ինքը ծտուն չի անում Ռուսաստանի մասին, որը Հայաստանի այսօրվա անվտանգության գլխավոր երաշխավորն է, եւ ինքը Ռուսաստանի դերը դիտարկում է բացառապես գումարած 3 ֆորմատի մեջ։ Իրա ելույթը նայեք։ Հաջորդը իր ելույթի մեջ արևելյան մակարդակի քծնանք, թուրքական քծնանք առ Էրդողան։ Դուք հասկանում եք, ըստ տպարությունն է, որ ինքը նոր հայր է գտել։ Մոտարապես նման այն բանը, երեխան ման էր գալիս իր հորը կորած հորը ման էր գալիս այն հնդկական կինոների մեջ։ Չէ, որ իր երեխան ծնվել է, բայց իր հորը չի ճանաչել։ Հիմա ինքը նոր հայր է գտել, հասկանում եք, այս մարդու ձևակերպումները դա վիրավորական է մեր ժողովրդի համար։ Էրդողանը, Էրդողանը, որը փաստացի երկրորդ Ղարաբաղյան պատերազմում բացահայտ աջակցեց Ադրբեջանին, որը չեր թաքցնում, որը հայտարարում էր, որ Ադրբեջանը պետք է դատական բաներով միջազգային բաներով այսպես ասած Հայաստանից տարածքներ գրավի, այդ Էրդողանն այդ մարդը քծնում է։ Ես մի հարց եմ տալիս մեր ժողովրդին։ Այն մարդկանց, մեր ժողովրդին չէ, մեր ժողովրդին, այն մարդկանց, որոնք իբր թե Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, դուք ունեք արժանապատվություն։ Դուք ունեք մարդկային տարրական արժանապատվություն, որ հələ մի բան էլ հիմնավորում եք, որ այս մարդուն կարող աջակցեք։ Դա ամոթ չի ձեզ։ Այդ ամոթ չի, որ այն հացը, որ տալիս եք ձեր երեխաներին, այդ երեխաները, որ դուք չեք ամանչում, դուք ձեր երեխաների ապագայի մասին եք մտածում, թե այսօրվա կուշտ ձեր փորի մասին եք մտածում, որ այս մակարդակի բանը խայտարակ մակարդակը դուք կարող եք մարսեք։ Դա ամոթ է պրոստը մեր ժողովրդի համար, ես ուս ասելու բան չունեմ։ Քծնանքը Տրամպին, այդ Տրամպի հանդեպ քծնանքը դա պիծաղելիա, դե ստեղ մի քիչ այդքան ամոթ չի, որտեղ Տրամպին Ալիևն էր քծնում, բայց Ալիևի քծնանքի մեջ շահ կար։ Իրա քծնանքի բանը որն էր։ Ինքը բացի դրանից խնդրում էր Էրդողանին, որ Էրդողանը այսպես ասած զսպի, որ Ալիևը ճշմարտություն չասի, որտեղ Ալիևը որ ասում է Զանգեզուրի միջանցք, դա հայ հասարակության վրա ազդում է
եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկնում է եւ Նիկոլ Փաշինյանը բողոքում էր ՄԱԿ-ից, ասում էր պարոն Էրդողան, բառը հանի, ուզում ես մի 10 հատ էլ միջանցք տամ։ Հա, խնդրում եմ, այն ինչ որ տվել եմ Ադրբեջանին, անունը դրել եմ Տրամպի միջանցք, շատ եմ խնդրում, այդ մարդուն մի ասեք, որ ինքը ճշմարտությունը ասի։ Ասեք, որ կանանք խափենք, հասկանում եք Ժորժ ջան, այս մարդու դրա համար է ինքը Ալիևից բողոքում։ Ալիևից բողոքում ասում է, Ալիևը ինձ ճշմարտությունը բացում է, եւ ես չեմ կարողանում իմ ժողովրդին խափեմ։ Հարգելի Էրդողան, հարգելի Տրամփ, ազդեք այդ կեղտոտ Ալիևի վրա, բայց Ալիևը ավելի ազնիվ է այդ իմաստով։ Ալիևը ասում է իրականությունն է ասում, եւ ավելին, երբ որ իրան բացատրել հարցնում են, ասում են դու ինչ ես ճշմարտությունն ասում, ինքը ասում է ես նպատակ ունեմ կնքել համաձայնագիր ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ Հայաստանի ապագա ղեկավարի հետ, որտեղ ասում է ինձ կարևոր է որ հայ ժողովրդի հետ ես կնքեմ պայմանագիր, ես ուժեղ դիրքեր ունեմ, թող գանի մեծ կնքեն։ Ես գիտեմ որ Ալիև քանի որ Փաշինյանը դավաճան է, իսկ դավաճանի ժամանակը երկար չի, ես չեմ ուզում ստավկա դնեմ դավաճանի վրա, ի տարբերություն Էրդողանի։ Սա է ի տարբերությունը Էրդողանի եւ Ալիևի, որից դժգոհում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքի իմաստը դրա մեջ է։ Էսա խնդիրը։ Տեսեք, դուք ասացիք, որ ինքը ոնց որ թե իր կորած հորն է գտել, մորն է գտել, չէ՞։ Հետաքրիր էր երեք մի բան կարդացի, ես անպայման ուզում եմ փոխանցել։ Ու դե ասենք ում մասին է սա։ Ամենուրեք տիրում էր քաոսային դրություն, իսկ նա ամենից կարևոր ստիպողական գործը համարում էր իր սեփական իշխանության ամրապնդումը։ Նախ եւ առաջ հեռացրեց այն պետական անձանց, ովքեր կազմակերպել կամ հեշտացրել են իր իշխանության գալը։ Նա հեռացրեց ամեն զորավարներին, որոնք անկախ մտքի կամ ինքնուրույնության գաղափարի ամենափոքրիկ տրամադրություններն էին ցույց տալիս, իսկ նրանց տեղը նշանակեց իրենց նվիրված նորաթուխ երիտասարդների։ Ոստիկանական մի նոր բան ստեղծեց, որ իսկական բանակի չափ էր, բայց ավելի լավ զինված, ավելի լավ հագնված ու ավելի կոշտ։ Ու մասին այս հետաքրքիր է, որովհետև սրանց նկատմամբ հատուկ հոգատարություն էր ցուցաբերում, որ միշտ պատրաստ լինեն իրեն պաշտպանելու եւ անձնվիրությամբ ծառայելու, որպեսզի ապահով լինի բոլորի մեջ փոխադարձ անվստահությունը, կասկածամտությունը թույն էր սերմանում։ Նա լցրել էր դատարանական ատյանները այնպիսի մարդկանցով, որ գաղափար անգամ չունեն իրավաբանությունից եւ օրենքից։ Նրանց ձեռքով բանտարկել էր տալիս մարդկանց եւ դատավճիռներ էր անձամբ ում մասին է ձեռքը։ Այդ ձևակերպումը կարելի է տալ բոլոր փոքր եւ մեծ դիկտատորներին։ Դա կարելի է տալ եւ Նիկոլ Փաշինյանին, եւ Էլչիբեին, եւ Սաակաշվիլիին, եւ Էրդողանին։ Մնում էր զարմացած, թե ինչպես կարելի է, որ մի մարդ առանց կրթության, առանց միջև անգամ տարական դաստիարակության հասնի մի այնպիսի շշմելու բան է, ոնց որ սրա մասին լինի, ընդունակության, որ կարողանար շահագործել ամբողջ ժողովուրդը։ Ինչ կարդում ես, մի հարվածով նվաստացնում տապալում էր ամենակաջ մարդկանց, որոնք իրավունք ունեն ստանալու շքանշաններ, իրենց նրանց փոխարեն Հիտլերի մասն էլ կարելի է ասել։ ամբողջությամբ, ուրեմն սա գրվել է Աբդուլ Համիդի մասին։ Հա։ Իր ժամանակների։ Հասկանալի է, այո։ Սա հրապարակում է 1907 թվականին իր մասին 1/1 ես կարդում եի։ Ում մասին է սա։ Էդի դա վերաբերում է այս նույնիսկ մասին։ Տգետ բռնակալների։ Բոլորին։ Այդտեղ այդ ասենք ավտորիտար համակարգչա բռնակալների ողորմելի թշվառ անգրագետ Թուրքիայում ընդդիմացության Հիտլերի կարելի ասել, Աբդուլհամիդին կարելի ասել, այս ազգակործանին տիպի պարկեշտ ազնի մարդիկ աշխարհի իրար նման են, բոլոր սրիկաները, բոլոր մանր մարդիկ, բոլոր մանր դիկտատորները իրար նման են։ Սանդուն նման չի Փաշինյան, նույնն է։ Իրենց շրջապատներն են նույնն են։ Երբ որ Հիտլերի մասին ասում են, արդյոք ինքը այնպեսի վախի մթնոլորտ էր ստեղծել, այնպես էր արել, չգիտեմ, այնպեսի քարոզ է, չգիտեմ ինչ կարողացավ մարդկանց բերել, ասում է, ոչ վերլուծաբաններից մեկը, ոչ, ասում է, այդ այլանդակությունները մագնիսի պես գալիս ձգում են այդ այլանդակության, ինքը իրանման այլասերված այլանդակների է ձգում տանում անբարոյականների։ Պարզապես մի նրբություն կա, անկախ ամենից Հիտլերը այնուհետ իր ժողովրդի համար էր անում։ Չէ, ոչ թե իր ժողովրդի համար չէր անում, իր ժողովրդին կործանեց։ Չէ, բայց ինքը ասում էր դուք ընտրյալ ազգ ենք մենք։ Ահա, բայց ինքը հավատում էր այդ գաղափարին։ Այո։ Ինքը հավատում էր։ Այս բոմժը չի հավատում։ Պոպուլիստ է ինքը, այս մարդը։ Հիմա տեսեք, որպեսի համատենք, այս մարդը ասում է ուշադիր լսին չեմ ասում, ինչ ասում։ Ասում է ես 19 թվականին հասել եմ Արցախը Հայաստանի վերջ, որտեղ ես այդ ժամանակ սովետական ազգայնական մտածողության մեջ էի։ Հետո իմ մոտ մի քանի տարի հետո փոխվեց իմ մտածողությունը Էրդողանի հետ շփվելուց հետո, հասկացա, որ սովետական ազգայնությունը շահավետ չի արդեն։ Հիմա Էրդողանի խմբագրական ազգայնականությունն է հետաքրքիր, որտեղ պետք է ասեմ Արարատը Հայաստան չէ եւ վերջ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս մարդու տարբերությունը
այս մարդու Սանդուի բանի դրանց տարբերությունը Հիտլերից մենակ դրանով է Հիտլերը հավատում էր իրանք բոլորն էլ մահաբեր գաղափարներ են Հիտլերի գաղափարը իհարկե սարսափելի գաղափար էր համատելու բան չի իհարկե էլի բայց Հիտլերը հավատում էր Հիտլերը Գեբելսը Գերինգը իրանք հավատում էին իրենց գաղափարին դրա համար Գեբելսն ու Հիտլերը ինքնասպանությամբ չավարտեցին այս կյանքը հիմա պատկերացրեք Հիտլերը 45 թվականին հայտարարել որ ես հիմա խաղաղության խաղ մելուկ եմ ուզում սարքեմ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի հետ Գերմանացիները ոնց կտեսնեին ոնց ինչպես կգնահատեին Հիտլերին ու Հիտլերը ամենտեղ ասել որ իմ հոգեվոր հայրը Ստալինն է դուք հասկանում եք ինչ կներ պատկերացրեք ինչ կներ հիմա Հիտլերը հայտարարել որ իմ եղբայրը Չերչիլն է իմ հոգեվոր հայրը Ստալինն է իմ հարազատ աղբերը չգիտեմ Շարլ դե Գոլն է եւ հա բայց եմ ուզում ասեմ եւ պատկերացրեք հիմա սա գերմանացիները կծաղրեին ծիծաղեին չէ Հիտլերի վրա հասկանում եք հիմա նույն ձևի ծիծաղում են այս մարդուները ամբողջ աշխարհում են ծիծաղում մեր ժողովրդի 70%-ը ողբերգական վիճակի մեջ է, то есть զզվում է այս վիճակից։ Ինքը ուզում է օրը դուրս գա։ Աշխարհը ծիծաղում է։ Մենք ինչի չենք ծիծաղում, որտեղ մենք ծիծաղենք, մեր վրա ծիծաղեն։ Սա է խնդիրը։ Որտեղ մենք ենք ընտրել։ Տեսեք, մի ուշագրավ բան քիչ առաջ ինձ ուղարկեցին, ուրեմն Telegram ալիք է 5 միլիոն հետևորդով, սա արդեն 3-րդ հրապարակումն է։ Ես կարծում եմ պիտի սա անպայման արձագանքն այնպես չէ, որ նախկինում ինչ են ասում են, մեկը գնում է մի հատ կայք է բացում եւ հրապարակում անում, մենք դրան չենք անդրադառնա, երբ որ գրել էին, որ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում թե ինչ ունի շատ մեծ Telegram-ից ես կուղարկեմ կտեսնեք, որ գրել են 17 միլիոն դոլարով Նիկոլա ձեռք է բերել Կանադայում մեծ շքեղ այսպես դղյակ, թե ինչից է կազմված բան, որ այնտեղ մեծ դերակատարում է ունեցել Արփինե Խանջյանը, ինչպես են կազմակերպել, ինչ են արել։ Ես կարծում եմ մենք պիտի սպասենք սրա նաև պատասխաններին, չէ, որտեղ դուք միշտ ասում եք, որ ինքը պատանդի կարգավիճակ, չէ, ասում եք, որ ինքը մենակ իր կաշվի հարցն է լուծում, գուցե ձեր ասածը ճիշտ է, մարդը այս հարցերը լուծել է, որ հետո կաշվի հարցը լուծի գնա։ Չի բացառվում, բայց ես միշտ նման տիպի ինֆորմացիաները մի քիչ վերապահում եմ վերաբերում։ Ասում եմ շատ մեծ տեղանքն է, թող արձագանքեն, ասեն, հիմա հո չեն կարող ասել, 3 առաջ օրը բացել են մի կայք հրապարակել են։ Խնդրեմ, տեսեք, 5 միլիոն հետևորդ ունեցող Telegram ալիքներում այսպիսի հրապարակումներ։ Ես մի բան ասեմ ձեզ, էլի, քանի որ նախկինում իրանք տարբեր մարդկանց մասին տենց բաներ էին հրապարակում եւ ստեր, իրանք այդպես են։ Ես ինքս միշտ այն մոդելով եմ շարժվել, որ արգելի ժողովուրդ ես ինքս համարում եմ, որ մարդկանց խաբելը պոպուլիզմը դա ամենամեծ սրիկայությունն է այս աշխարհում։ Բայց տրամաբանական է, պարոն Ոզյան, եթե դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսօր լուծում է միայն իր անձի հարցը, իր կաշվի հարցը փախնել դրա, բա պետք է ունենա, չէ՞, ինչ որ բաներ գնա։ Հասկանում եմ, բան չունեմ ասելու, բայց եթե ես փաստեր ես տրամաբանական ասում եմ, սա հրապարակել են, պատահական բան չի, սպասում ենք արձագանքին, բան չեմ ասում։ Թող արձագանքեն, հասկանան, գուցե սա իսկապես սուտ է, թող արձագանքեն, տեսնեն, որտեվ ճիշտ եք ասում, բայց սա Նիկոլի չէ, իրենց չէ, սա այլանդակ այդ գլոբալիստական արևմուտքի քարոզի բաներ։ Հիշում եք, ասում էին, որ Ուկրաինայի նախկին նախագահը Յանուկովիչը, ասում էին Յանուկովիչը անկեղծ ասեմ, ես էլ էի հավատացել։ Հա, բայց դա դրաման եմ ասում։ Այսինքն այնպիսի այլանդակ քարոզեր գնում, որ տանը ես իմ քանի հատ ոսկե զուգարանակոնքեր կան, չգիտեմ, էս կային ասեցի, ինչ այլանդակ։ Յանուկովիչի այդ ոսկեզոծ զուգարանների մասին որ խոսում է։ Հիմա բացահայտվել է Զելենսկիի շրջապատի ոսկեզոծ զուգարանների մասին եւ այնտեղ մարդիկ են ի հայտ եկել, որտեղ միլիարդավոր դոլարներ ունեն եւ ոսկեզոծ զուգարաններ։ Դե ասում են հերո պետք չի գնալ, դուք գնացեք տեսեք Լոնդոնում եւ Ցյուրիխում կոնկրետ այդ երկու տեղը, որտեղ մարդիկ կանից փոխանցեցին, դուք տեսնեք թե այս իրանց նախկին թիմի այդ բաները ինչ հաճույքներ, ինչ հարստության, ինչի մեջ են ուկրաինացի պաշտոնյաները։ Ես ասում եմ, որ այդ շրջանակները, այդ այսպես ասած, այդ արևմտյան կենտրոնները իրանց պատմության մեջ բացի այդ Գեբելսի ամբողջ այդ քարոզչական այդ ուսմունքը իրանք ֆունդամենտալ սովորել են։ Տեսեք, մարդիկ Զելենսկիին բերեցին իշխանության, որ գալիս է խաղաղության, չէ՞։ Խաղաղությամբ մարդը եկավ, իրան սադրեցին մինչև այս Ռուսաստանի դեմ, որի արդյունքում այդ 50 միլիոնից Ուկրաինայից 10 միլիոն մարդ, 10 միլիոն մարդ։ 10 միլիոն մարդ գտնում արտերկրից դուրս, այսինքն Ուկրաինայից դուրս։ 1 միլիոն 700,000 մարդ կամ անհայտ կորած է կամ սպանված 1 միլիոն 700,000 մարդիկ կարտացեկայա բաները բացել, այդ հակերները բացել են եւ այդ մարդկանց կոնկրետ անուն ազգաններով 1 միլիոն 700,000 մարդու անհայտ կորած եւ սպանված մարդիկ։ Դուք հասկանում եք, եւ այդ մարդիկ երազում էին գնալ ԵՄ անդամ դառնալ,
դարձան ԵՄ անդամ, բայց գետնի տակ։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը, արգելի ժողովուրդ։ Էս է ամբողջ խնդիրը, այս մարդկանց համար ավելին կարամ ասեմ, երբ որ ամենահետաքրքիրը, երբ որ Իվանիշվիլին բացեց ԱՄՆ դեսպանի հետ իր զրույցը Թբիլիսիում, երբ որ ինքը ասեց, որ մենք ուզում ենք, որ Վրաստանը դառնա ԵՄ անդամ, բայց առանց հակամարտության Ռուսաստանի հետ, իրան ասեցին, որ դա մեզ հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր չի պարզապես, Վրաստանը մեզ հետաքրքիր է որպես հակամարտող կողմ, որպեսզի ինքը սանկցիաները կիրառի Ռուսաստանի դեմ, երբ որ իրանք ասում են, բայց չէ որ մենք 3 միլիոն ենք, մենք չենք կարա։ Ասում են, ոչինչ, ասում են, կարաք դուք անտառներում դիմադրեք, մի քանի օր կդիմադրեք, կարևորը որ մենք դեզանից քարոշչական էֆեկտ ստանանք, որ այդ քարոշչական էֆեկտը Ռուսաստանի դեմ օգտագործենք, դուք հասկանում եք ում մասին է խոսքը։ Դա էս արևմուտքն է, որը մեզ դարերով խաբել է։ Այն արևմուտքն է, որ Ստան Ստեֆանոյի համաձայնագիրը մենք ստացանք, որ կարողանանք բանը Արևմտյան Հայաստանում բան ունենք, իրանք ամեն ինչ արեցին, որ Բերլինում այդ սաղ վիժեսվեր այդ ամեն ինչը վերախմբագրվեր եւ մենք ստիպված մենք կորցրեցինք այդ տարածքը։ Շատ հեռու մի գնացեք, այս արևմուտքն է, որ ծախեց մեր Արցախը։ Ես չեմ ասում, որ ինքը անընդհատ իր բոլոր փուլերում խաբել է։ Ինչի է խաբել։ Ոչ թե հատուկ է խաբել ինքը, պարզապես ինքը չունի հնարավորություն գետնի վրա մեզ աջակցելու։ Քանի որ չունի, քանի որ մենք էլ շատ ենք հրապուրվում, մեր են քաղաքենի զանգվածը, որը ապրում է, ասենք, այդ քաղաքենիական արժեքներով, իր համար, ասենք, այդ, չգիտեմ, բրենդավորված բաները կարևոր են, եւ իրանց ինքը մարդը, ինքը նույնիսկ անասնական ինստինկտն է կորցնում, իր անվտանգության բնազդը կորցնում է, դրա վրա օգտագործում է, քանի որ մարդը պատրաստ է ծաղ բանը դառնալ մանրադրամ։ Իրանք էլ ասում, քանի որ դուք պատրաստ եք, մենք ձեզ կարանք մանրադրամ սարքենք։ Դա է խնդիրը։ Այդ մանրադրամը սարքելով ողբերգության մեջ աբել ուկրաինական ժողովրդին։ Հիմա մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը չմտնի։ Մենք արդեն կորցրեցինք 5000 երեխա, մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Մենք չենք ուզում նոր կորուստներ ունենանք։ Մենք չենք ուզում, որ մենք նոր պատերազմների մեջ մտնենք։ Սա է խնդիրը, որպեսզի մենք նոր պատերազմի մեջ չմտնենք, մեզ պետքա ոչ թե Էրդողանի բարեհամբույր վիճակը կամ մենք հավատանք իրան, որ ինքը մեզ չի երկրորդ անգամ չի ցեղասպանի։ Եթե շանս ունենա 5 րոպեում դա կանի, որտեղ դա է իրականությունը։ Իսկ իրականությունը հետևյալն է, եթե մենք ուզում ենք, որ ցեղասպանվենք, եթե մենք ուզում ենք, որ մեր տարածքում ապրեն մեր երեխաները Երևանում ապրեն, Հայաստանում ապրեն, մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն տանենք, որպեսզի մենք կարողանանք ուժ ունենանք, որպեսզի այդ մարդիկ տեսնեն, որ մենք ուժ ունենք։ Ինչի Միացյալ Նահանգները չի հարձակում Ռուսաստանի վրա, որտեղ գիտի, որ եթե Ռուսաստանի վրա հարձակվեց, պատասխան կստանա։ Նույնը Ռուսաստանը ինչի չի հարձակում Ամերիկայի վրա, որտեղ երկուսն ունեն ատոմային զենք իրար բալանսավորում են։ Ինչի Թուրքիան չի հարձակում Հայաստանի, որտեղ ունի բալանս, Ռուսաստանի հետ բալանս կա, պայմանավորություն կա։ Եթե Ռուսաստանը չլներ, Հայաստանը չէր լինի ավտոմատ։ Դա շատ պարզ խնդիր է, կներեք, մենակ աղբակ պետք է անես, որ դու չհասկանաս այս տարական խնդիրները։ Այս գետնի վրա կա Ռուսաստան, կա Իրան։ Դա գետնի վրա այդ երկրներն են, որ բալանսավորում են։ Չնի Իրանը, չնի Ռուսաստանը, դու ինչքան էլ ուզում ես քծնանքով վերաբերում ես Էրդողանի ոտքերի տակ մտ, ինքը քեզ կապ չունի, քեզ չի ներելու, որտեղ ինքը դու իրան պետք չես։ Ոչ թե դու իրան լավ չես շողոքորտում, լավ չես քծնում իրան, պարզապես դու իրան պետք չես։ Այդ տարածքն է իրան պետք։ Հիմա տարածքը քեզ չի կարող վերցնի, ոչ թե այն բանի պատճառով, որ դու բանես, որտեղ կա բալանս։ Պարզապես դու պետք է կարողանաս ողջամիտ իշխանություն ունենաս, որ այդ ողջամիտ իշխանությունը ոչ ավանտյուրայի մեջ մտնի, որ ասի գնամ պատերազմի մեջ մտնեմ, ոչ էլ գնա քծնանքով ապրի Էրդողանին, ասի գիտեք ինչ Էրդողան ջան, արի Ալիևի վրա ճնշի, որ կարողանա ինձ մի քիչ ծեծի։ Սա է ամբողջ խնդիրը, Անժելա ջան։ Այս խնդիրը պետք է մենք լուծենք, բայց այս խնդիրը արդեն մեր 70% ժողովուրդը արդեն հասկացել է։ Արդեն հասկացել է, իրանք սպասում են արդեն, այսպես ասած, իրանք պատրաստ են տալ մանդատ քաղաքական, որ այդ խնդիրը լուծվի գալիք ընտրությունների ժամանակ։ Մենք պետք է պատրաստվենք, մենք բոլորս պետք է ազգովի, բոլոր ամենը շարքային քաղաքացին իր տեղը, լրագրողը իր տեղը, քաղաքական գործիչի իր տեղը, բոլորը պետք է պատրաստեն, որպեսզի այդ խնդիրը լուծեն, որտեղ դա մեր լինել չլինելու խնդիրն է, Անժելա, այդ ուրիշ բան չեմ կարող ասել։ Եվ որ ասում եմ ոնց բացատրենք ժողովրդին։ Շնորհակալություն։